Բարի լույս, շատ սիրելի հեռուստադիտողներ։ Բարի առավոտ։ Այսօր ապրիլի 18-ն է, օրը ուրբաթ։ Մեզ մոտ իհարկե նախատոնական տրամադրություն է, այսօր ավագ ուրբաթն է, ավարտվում է մեծ Պահքն ու Կիրակի, ապրիլի 20-ին կտոնենք Սուրբ Զատիկ ամենասպասված ու գեղեցիկ տոնը։ Այո, եւ այսօր թեպետ ուրախություն է քրիստոնյաների հոգիների համար, քանի որ Քրիստոսի չարչարանքներով մեր հոգիները ազատվեցին դժոխքից։ Սակայն մարմնապես սուգ է եւ տրտմություն, քանի որ ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարած խաչելիության մահվան ու թաղման հիշատակության օրն է։ Սուրբ Հարության տոնին դեռ մանրամասն կանդրադառնանք եւ այսօր շատ հետաքրքիր հյուրաշատ հագեցած եւ տարբերվող եթեր ենք ունենալու։ Ու քանի որ Սուրբ Զատիկի սեղանի անբաժան մասն է կազմում համեղ թխվածքներն ու յուրահատուկ կուլիչները, սիրով ձեզ ենք ուզում ներկայացնել մեր գործընկերոջ։ Այո, Պանինո խմորեղենի եւ հացաբուլկեղենի ընկերությունը մայրաքաղաքում աչքի է ընկնում իր համեղ տեսականիով եւ արտադրանքի բարձր որակով։ Պանինո ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին եւ այս տարիների ընթացքում արժանացել է տասնյակ մրցանակների, միաժամանակ դառնալով հիշարժան առիթների անբաժան մասնիկը։ Այո, Պանինոյի արտադրանքը առանձնանում է իր տարատեսակ ու բազմաոճ հացաբուլկեղենով, խմորեղեններով, նրբահամ ու գունագեղ, ինչպես թեմատիկ, այնպես էլ հարսանեկան շքեղ տորթերով, օգտագործելով բացառապես որակյալ եւ բարձրակարգ բաղադրիչներ, Պանինոն առանձնանում է իր որակով եւ մատչելիությամբ, բավարարելով անգամ ամենանրբաճաշակ հաճախորդներին։ Այո, այսօր շատ հետաքրքիր տարբերվող եթեր ենք ունենալու, սիրելի հեռուստադիտողներ։ Ոչ միայն տաղավարում, այլ նաև խոհանոցում իսկական եռուզեռը լինելու, բայց մինչև օրվա թեմաների մասին պատմելը, նախ ներկայացնենք մեր շատ համեղ գործընկերոջը։ Այո, ձեզ ենք ներկայացնում մեր գործընկերոջը Դարոյինք ընկերությունը, որը հայկական շուկայում հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող լավագույն ընկերություններից մեկն է, եւ շուրջ 27 տարի է ինչ սպառողին ներկայացնում է ավելին քան 200 անուն քաղցրավենիք։ Դարոյինքի արտադրանքը հիմնված է բացառապես բարձր որակի ապահովման եւ համի պահպանման վրա։ Ընկերության արտադրած քաղցր ձողիկները շատերի մանկության անբաժանելի մասն են կազմում, իսկ արջուկ հերոսը Դենին դարձել է ընկերության խորհրդանիշներից մեկը։ Ուրախությամբ տեղեկացնենք, որ Դարոյինք ընկերությունը Դենի ապրանքանիշով նոր շարք է ներկայացնում, այն ներառում է շոկոլադապատ սնկիկներ, կրուասաններ, բիսկվիտներ, կեքսեր, որոնք իրենց համով, բարձր որակով եւ գեղեցիկ փաթեթավորմամբ նպատակ ունեն շարունակելու բրենդի հարուստ պատմությունը։ Ի ուրախություն ծնողների Դենիի տեսականին իդեալական տարբերակ է երեխաների դպրոցական ընդմիջումների, լանչերի, ընկերներին հյուրասիրելու եւ պարզապես համեղ պահերի համար։ Այժմ համառոտ մեր եթերի մասին ձեզ պատմենք, ավագ ուրբաթը սկսելու ենք Սուրբ Զատկի մասին զրույցով, Սուրբ Հարության, ինչպես նաև ապրիլի 19-ին սպասվող Հարության ավետիս կանթեղներով երթի կարևորության խորհրդի մասին կզրուցենք մեր հյուրերի հետ։ Այնուհետև տաղավարում կհյուրընկալենք Ռուդիկ Քարոյանի անվան մասունք ավանդական երգի բարի համույթի անդամներին, ովքեր ոչ միայն կպատմեն մեզ զատկական ավանդույթների եւ ծեսերի մասին, այլ նաեւ շատ հետաքրքիր ելույթ կունենան, այո, հանդես կգան գեղեցիկ կատարումներով, ավանդույթները մեզ կներկայացնեն, իսկական ավանդական զատկական տոնելու ենք, այո, տոն ենք ունենալու։ Նաև սիրված, այո, հեռուստանովելի վերջին զանգի արտիստները կլինեն մեր տաղավարում, նրանք կպատմեն, թե ինչպես են պատրաստում տոնել Սուրբ Զատիկը, ինչ ավանդույթներ կհիշեն եւ ինչպես արդեն ասացինք, խոհանոցում էլ նորություն ունենք։ Այո, ավանդույթները վերանդառնում են եւ այսօր Da Vinci Sushi շեֆ խոհարար Անդրանիկ Բաղդասարյանը Սաթենիկի հետ միասին շատ համեղ ու յուրահատուկ սուշիներ կպատրաստի մեզ համար։ Շատ հյուրեր է ունենում խոհանոցում։ Այո, բազմաբովանդակ եւ գունեղ է մեր ճաշացանկը ստացվում, նախաճաշերը ստացվում, նաեւ Սաթենիկը մեր հեռուստադիտողներին ձու ներկելու հետաքրքիր տարբերակներ է առաջարկելու։ Այստեղ շատ ուշադիր կլինեք, տեսնենք թե ինչ է առաջարկելու։ Բայց մինչև Սաթենիկին եւ Անդրանիկին ողջունելը պատմենք մեր համեղ գործընկերոջ մասին, սիրով ցանկանում ենք ներկայացնել մեր
ընկերոջը, Աթենք մսամթերքի ընկերությանը, որը ոլորտի բացարձակ առաջատարն է։ Արդեն 3 տասնամյակից ավելի ընկերությունը բազմաթիվ ընկերությունների առօրյայի մի մասն է դարձել եւ հաստատուն քայլերով զարգացնում է հայաստանյան սննդամթերքի շուկան։ Որպես օրվա լավագույն սկիզբ եւ հագեցնող նախաճաշ առաջարկում ենք օրը սկսել Աթենքի սարդելկաներով, որոնք սննդարար են, համեղ եւ պատրաստված են բացառապես հատնտիր մսակտորներից։ Աթենքի սարդելկաները յուրաքանչյուր հավաքույթ ընդմիջում կամ ընթրիք կդարձնեն առավել համեղ։ Եվ չնայած նրան, որ սարդելկան ստեղծվել է 19-րդ դարում Գերմանիայում որպես արագ սննդի լուծում, այսօր Աթենք այդ գաղափարը հասցնում է մի նոր մակարդակի, ավելացնելով ինքնատիպ համեր, հատուկ ընտրված բաղադրիչներ, անսահման սեր եւ հոգատարություն։ Դարձրեք ձեր օրը Աթենքի հետ ավելի համեղ հաշված րոպեների ընթացքում։ Ինչպես ասացինք, Սաթենիկը խոհանոցում մենակ չէ, վերջերս մարդիկ են բերում, մարդիկ է տանում խոհանոց։ Սաթենիկի հետ այսօր Անդրանիկն է մեր բոլորի կողմից շատ սիրված եւ մենք շատ ուրախությամբ կողջունենք Սաթենիկին եւ Անդրանիկին։ Բարի լույս։ Մենք էլ ողջունում ենք Արտակին, Անահիտին, հավատարիմ հեռուստադիտողներին։ Ողջունում ենք։ Եվ Անդրանիկին, արդեն գաղտնաձեռծեցին, որ ես մենակ չեմ խոհանոցում, նույնիսկ ասեցին մարդիկ եմ տանում, բերում։ Անդրանիկ երջանիկ եմ, որ դուք էստեղ եք, ինչու որովհետև մենք բոլորս սիրում ենք սուշի, շատ կարոտել էինք ձեզ, ես վստահ եմ այսօր էլ նրբահամ, համեղ սուշի ենք պատրաստելու։ Ոնց էինք առանց մեզ։ Լավ, սենց ավելի լավ է, ես էլ եմ ուրախ նորից այստեղ գտնվել, այսօր այո, նոր սեթերից մեկը Ալյասկա սեթը կպատրաստենք։ Այ, մինչ եթեր մտնելը ես ամենաառաջին հարցը որ տվեցի, Անդրանիկ, սուշի կար, պահքային սուշիներ ունեինք, պարզվեց, որ Պահքային սուշիներ ունենք, այո, մենյուում առկա են 3 սեթ։ ունեցել եք ամեն Ունենք, հիմա էլ ունենք, այո, 1 սեթ եւս պահքային ավելացրել ենք արդեն մենյուում, վեջի սեթ է կարող են փորձել։ Իսկ ինչի մեջ է ներառված վարունգ, բրինձ։ Պահքային բոլոր սուշիների մեջ պանիր չի ներառվում, այսինքն ձուկ չկա։ Ինչպես։ Ձուկ Այո, ձուկ չկա, բոլորը բանջարեղենային տեսակներով ենք պատրաստում։ Շատ բարի, իսկ համեղ է։ Հա, բնականաբար համեղ է ստացվում, պաս պահողների համար իդեալական տարբերակ է։ Հասկանալի է։ Անդրանիկ, դուք պատրաստելու եք նրբահամ սուշի, իսկ ես ձու եմ ներկելու։ Քանի որ նախատնական մեզ մոտ տրամադրությունը եւ հեռուստադիտողներին կուզեմ հիշեցնել ամեն ուրբաթ այսուհետ Դա Վինչի Անդրանիկ Բաղդասարյանը լինելու է այստեղ մեր բոլորի համար պատրաստի սուշիներ։ Թույլ տուր, մինչեւ ընթացքին անցնել է, ես ուզում եմ վերցնել արդեն, ասեմ որ Tonia's Family Company-ն առաջարկում է ոչ միայն բազմազան յուրօրինակ համեմունքներ, ունի նաեւ ներկեր, որոնցով ես ներկելու եմ ձուն։ Իդեպ կխնդրեմ, որպեսզի անմիջապես դուք էլ ձեռք բերեք այս տեսականին։ Ես կվերցնեմ սա եւ հերթով բոլոր ներկերը կարող եմ վերցնել, միասին բաց ենք անելու, 200 գրամ ջրի մեջ ավելացնելու եմ ես մի փոքր 1 կամ 2 ճաշի գթալ քացախ, թողնելու եմ ձուն արդեն խաշված է, կացանել կվերցնեմ, Անդրանիկ, որպեսզի մենք իրար չխանգարենք, ես սա հիմա կտանեմ ինձ մոտ, թույլ կտաս, չէ՞։ Եփված է, դեպ այստեղ մի քանի ձու կա արդեն։ Իսկ ամբողջ տեսականին ասեմ, որ ձեր էկրաններին է Tonia's Family Company կողմից առաջարկված։ Ես էլ իհարկե ներկերը վերցրեցի, դեպ ոչ միայն դուք կարող եք ձու ներկել, նաև խմորեղենների համար է նախատեսված, այսինքն սա ներկերը սննդային ներկեր։ Տեսականին ձեր էկրաններին է, ես էլ սիրով ներկայացնեմ ամբողջ Tonia's Family Company կողմից առաջարկված բազմազան յուրօրինակ համեմունքները։ Սիրելի հեռուստադիտողներ, շուրջ 20 տարի Tonia's Family Company-ն Zolotое Testo ապրանքանիշի մշտապես թարմացվող տեսականին, յուրահատուկ դիզայնը, հարմարավետ ու ժամանակակից փաթեթավորումը դարձնում են Zolotое Testo ապրանքանիշը ոչ միայն հուսալի ընտրություն, այլ կատարյալ լուծում յուրաքանչյուր խոհանոցում, ցանկացած ուտեստի համար։ Չմոռանամ ասել, որ արդեն հասանելի են Մասիս ապրանքանիշի կրոպեղենը։ Ուրախությամբ նշեմ եւ մեր հեռուստադիտողներին էլ շտապեմ ուրախացնել, որ արդեն իսկ վաճառվում է բոլորիս կողմից սիրված օգտակար քինոան։ Բացի այս, նաեւ հրաշալի ակցիա է գործում։ Գներով 1 տուփ չիայի սերմեր կստանաք նվեր 1 տուփ քինոա։ Սիրով նաեւ նշեմ, որ առաջին անգամ շուկայում նոր առաջարկ Zolotое Testo ապրանքանիշի կողմից շեֆ խոհարարների եւ բոլոր խոհանոցների համար հատուկ ճիշտ պահպանվող հերմետիկ զիպ փականներով 1 կիլոգրամ
մանոց փաթեթներ, որոնք թույլ են տալիս չտեղափոխելով այլ տարաների մեջ պահպանել համն ու հոտը շատ երկար ժամանակ, ինչը իհարկե համեմունքների համար անփոխարինելի առավելություն է համարվում։ Սա իսկապես հրաշալի լուծում է խոհարարների համար։ Փաթեթները կարող եք գնել խանութներից կամ պատվիրել համագործակցություն զանգահարելով 099 99 04 66 եւ երկրորդ հեռախոսահամարը 094 60 84 14 հեռախոսահամարով։ Դե ինչ, Սկսենք երևի։ անցնենք աշխատանքի, բայց կխնդրեմ, որպեսզի դուք նաև ասեք, թե ինչ բաղադրիչներ ենք օգտագործելու։ Ես էլ այդ ընթացքում արդեն ձուն, որը խաշված է, ներկերի գույները բացանեմ։ Նայեք, ինչպես միշտ էլի թարմացրել ենք մենյուն, 4 սետ ունենք արդեն նորույթ մենյուում, եւս 3-ը մի քանի օրից կավելանան արդեն, ալյասկա սետն ենք հիմա պատրաստելու նոր մենյուից, 3 բաժին ռոլ, 1 բաժին մակի եւ բնականաբար նվեր։ Պարտադիր բոլոր սեթերի հետ։ Գինի, եթե չեմ սխալվում։ Կոնկրետ այս սեթի հետ տեմպուրա ռոլ, չէ, ոչ մի բան չի փոխվել, բոլոր սեթերի հետ ունենք նվեր։ Սեթերի մեծամասնությանը տեմպուրա ռոլ էր, գինիներ, նվեր քարտեր, կոնկրետ այս սեթի հետ տեմպուրա ռոլ է նվերը։ Իսկ նվեր քարտի արժողությունը։ Նվեր քարտի արժողությունը 3000 դրամ արժողությամբ, որը հաճախորդը մյուս պատվերի ընթացքում կարող է արդեն օգտագործել։ Հասկացա։ Կոնկրետ այս սեթի հետ բնականաբար ինչպես բոլոր սեթերի նվեր եւս կա տեմպուրա ռոլի տեսքով։ Ռոլերը կանադա կլասիկ, չուկայով ռոլը եւ պանրով գոլդեն ռոլը եւ ինչպես մի հատ մակի վարունգով մակին։ Մայրթով կարող ենք սկսել պատրաստելը։ Շատ բարի։ Դուք անցնում եք պատրաստման ընթացքին, զուգահեռ ես պատրաստում եմ նաեւ ներկը։ Ինչ արեցի։ 50 գրամ տաք ջուր, եթե նկատեցիք թեյնիկից եմ լցրել, ավելացրել եմ քացախ, մոտավոր 2 ճաշի գթալ, կավելացնեմ արդեն այս ջուրը, սինյակային ջերմաստիճանի, զգուշ պիտի անեմ, որ հանկարծ ներկը դուրս չգա։ Հիմա ինչ ենք անում, ձուն, որը խաշված է, կաթսայի միջից ես կհանեմ, ամենասիրելի, հաճելի պահերից է իմ երեխայի, որ մենք միշտ պարտադիր միասին ենք ներկում։ Ես արդեն այստեղ առանձնացրել եմ նաև անձեռոցիկ, այստեղ կդնեմ։ Իդեպ 3-4 րոպե եք թողնելու, բայց արդեն ներկվեց, ես ամբողջ ներկը մեջը լցրեցի։ Հիմա երկրորդը բաց կանենք, քացախը մոտ 2 ճաշի գթալ։ Կխնդրեմ, որպեսզի դուք էլ պատմեք, ինչ նորություններ ունեք, հեռուստադիտողներ գտնվել են արդյոք, որ ասում են ուր եք, ինչու եթերում չեք, մենք ձեզ կարոտել ենք, եղել են նման դեպքեր, Անդրանիկ։ Ինձ նման դեպք չեմ լսել, ճիշտ ասած, չեմ հիշում, բայց ուրախ եմ նորից այստեղ գտնվել։ Ձեզ կարոտել են, ես դա կարող եմ ասել, շատ էինք կարոտել, իդեպ շատ զգուշ պիտի անեք, որ ներկերը չխառնվեք։ Պատմեք, չեմ խանգարում ձեզ։ Ես էլ եմ գործանում։ Հա, ես էլ։ Խոհանոցում առհասարակ դուք որ գործ եք անում, խոսում եք գոլեգաներով, թե խանգարում։ Հա, բնականաբար, չէ, առանց խոսելու չի ստացվի գործը, պետք է միշտ Ձեզ ուղղորդում է խոսքը, թե երաժշտությունը, իսկ երաժշտությունը բացառվում է խոհանոցում։ Ինչու՞։ Որովհետև տեմպիտա կարող է մատերը կտրեք։ Չէ, որ իրար լսելի լինի, այսինքն յուրաքանչյուրի խոսքը կողքինին լիարժեք լսելի լինի։ Երաժշտությունը խոհանոցում խանգարում է գործին։ Հասկացա։ Հնարավոր է կողքինը ինչ-որ բան ասի, դուք չլսեք եւ չստացվի արդեն գործը ճիշտ կազմակերպել։ Բայց չի որ օրինակ սուշիները պատրաստում եք, կարծում եմ խոսելու։ Խոսալ բնականաբար կարելի Չէ, է։ նկատելին չի խանգարում երաժշտությունը, թե սխալվում Չէ, երաժշտությունը ոչ թե խանգարում է սուշի պատրաստելուն, այլ իրար լսելուն։ Հասկացա։ Բայց այդ պահին եթե ամեն մեկը գիտեք ձեր գործը արդյոք անհրաժեշտ է լսելի լինի։ Դե քանի որ մեր մոտ պատվերները շատ են, ամեն վայրկյան, այսինքն հանգարեք։ Հասկացա։ Բոլոր ժամերին ունենք պատվերներ, միշտ տեմպի մեջ է խոհանոցը։ Լավ։ Երաժշտություն լսելու ժամանակ չի լինում, այսինքն էլի կոնկրետ։ Հասկացա։ Մենյուն էլի թարմացրել ենք, այս սեթը ինչպես նշեցի, էլի թարմացված մենյուից է, որ հիմա պատրաստում ենք վեգան սեթը, վեջի սեթ է հենց կոչվում, 3 տեսակի ռոլ։ Ինքը հենց պահքային սեթ է, այո, 3 տեսակի ռոլ, 3 տեսակի մակի եւ տեմպուրա ռոլ, էլի վեգան, նվեր իր հետ։ Վստահ եմ կհավանեն հաճախորդները, խորհուրդ եմ տալիս փորձեն, քանի դեռ չի վերջացել։ Այո, քանի դեռ չի վերջացել պահքը, վստահ եմ կհավանեն։ Մի քանի սեթ էլի ունենք արդեն
մի քանի օրվա ընթացքում հաստատ կտեղադրվի սայթում, էլի մեծ Շատ բարի։ սեթեր են, որը նորույթ է էլի լինելու։ Մակին պատրաստեցինք, հիմա կանադա կլասիկ ռոլն ենք պատրաստում օձաձկով։ Իսկ ես այս բանում կուզեմ ներկայացնել մեր գործընկերոջը կշարունակեք։ Խոսքը դարույնքի մասին է։ Շարունակելով արտադրական ակտիվ գործունեությունը, դարույնքի սիրելի քաղցրավենիքները վերադարձել են նոր տեսքով՝ խրթխրտան եւ շատ համեղ շոկոլադե, կիտրոնի, շոկոլադի եւ պնդուկի, կատնաշոկոլադային եւ կատնային վաֆլիները, ինչպես նաեւ թարմ քաղցրաբլիթները այժմ ավելի գեղեցիկ, հարմար փաթեթավորմամբ ձեր եւ ձեր երեխաների համար։ Իսկ առաջարկվող համային լայն տեսականին կամբողջացնի ընտանեկան, ընկերական երեկոները, լցնելով դրանք քաղցրությամբ, ջերմությամբ։ Նշենք նաեւ, որ տեսականին առկա է բոլոր վաճառակետերում։ Ես իդեպ այստեղ կլցնեմ, կուզեմ նաև ասել, որ մեկ փաթեթի մեջ իդեպ պարունակում է 4 գույն, ես մյուսը ցույց կտամ, նախատեսված է 5-ից 6, 50-ից 60 ձուներկելու համար։ Այստեղ կարող եք նաև այս տարբերակը ձեռք բերել։ Ահա, միջը կա։ Այս նույնն է։ Բաց եք անում եւ ներկում եք, մեկ գույնով կարող եք ներկել 10-ից 12 ձու, տարայի մեջ, ինչպես ես նշեցի, լցնում եք այնքան ջուր, տեսնում եք արդեն ձեր ձեռքի աչքի առաջ արեցի, տարայի մեջ լցնում եք այնքան ջուր, որ ձուն ծածկվի, ավելացնում եք 1 թեյ գթալ կամ 2 թեյ գթալ, ես արեցի քացախ, ներկը, հետո ձուն պահում եք 3-ից 5 րոպե, ներկերը սննդային են, ինչպես նշեցի, նախատեսված են նաև քաղցրավենիքների համար։ Հիմա կավելացնենք այստեղ քացախ, ջուր, իդեպ ջուրը, որը առաջինը լցնում ես, պետք է լինի տաք։ Ներկը բաց կանեմ, այստեղ ես որ ներկը կվերցնեմ, կապույտը կա այստեղ եմ թողել, կարմիրը կվերցնեմ, և սենյակային ջերմաստիճանի ջուրը վրան կավելացնեմ, ձուն կտեղափոխեմ, հիշեցրեցինք, որ 3-ից 5 րոպե է մնում, իհարկե խառնում ենք, որպեսզի գնդեր չլինի, ամբողջությամբ տարածվի։ Անդրանիկ, եթե թույլ կտաս, ես մյուս ձուն էլ կդնեմ մեջը և արդեն կարող ենք խոսքը տեղափոխել մեր գործընկերների մոտ, որպեսզի նրանք շարունակեն։ Իհարկե, ես կարող եմ օգնել նոր շարունակել։ Շատ ավելի լավ, մատերս արդեն ներկված են ձեռնոցները, բայց ոչինչ, դա իմը կլինի։ Ահա, ճիշտ պահն է, որպեսզի դու ինձ արդեն օգնես, ինչպես հասկացա, սուշիները երկուսը արագ հաշվադրոպեների ընթացքում պատրաստեցիք։ Անահիտ, Արտակ, խոսքը ձերն է, մենք վայելելու ենք հետո եւ ձում եւ սուշիները, բայց դեռ չենք ավարտել։ Սպասենք Սաթենիկ, մանավանդ որ այդտեղ նաեւ վեգետարիանների համար է, այսինքն պակպաղողների, ով ինչպես կուզի։ Այո։ Ով ինչ պահեցողության մեջ է։ Հիմա մեր եթերում գովազդ է, այսօր շատ հյուրեր ունենք, որպեսզի հերթով ողջունենք մեր հյուրերին։ Շատ սիրելի հեռուստադիտողներ, Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը կոչվում է նաև Սուրբ Զատիկ, որը կոչվում է մեղքերի ազատում, մեղքերից ի վերջո ազատում եւ վերադարձ մեր նոր կյանք եւ լիություն, եւ այսպես սա հայ առաքելական Սուրբ եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է, այս տարի այն նշվելու է ապրիլի 20-ին, իսկ ամսի 19-ին տեղի կունենա հրաշալի երթը ջահերով եւ սիրով ներկայացնենք մեր հյուրերին։ Այո, տաղավարում այն Արարատյան հայրապետական թեմի արաբկիր Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև Քահանա Մուրադյանը, բարի լույս, բարի առավոտ, եւ Արարատյան հայրապետական թեմի երիտասարդ միությունների հոգևոր խորհրդի եւ Արարատ միության անդամ Մուրադ Ցանգալյանը, բարի առավոտ, բարի լույս, շնորհակալություն հյուրընկալվելու համար։ Նախ մինչև այսպես Սուրբ Հարության գլխավոր տոնին անցնել այսօր ուրբաթ է եւ այն մեզ մոտ այսպես ավակ ուրբաթն է։ Խնդրում եմ խորհրդի մասին խոսենք եւ նաեւ արդեն խոսենք թե ինչպես պատրաստվենք Սուրբ Ծննդյան Սուրբ Արարողությանը։ Ավակ ուրբաթը խորհրդանշում է Քրիստոսի խաչելությունը եւ թաղումը, որովհետեւ 5 շաբթին մատնության օրներ, այնուհետեւ հաջորդում է խաչելությունը, այնուհետեւ Քրիստոսի թաղումը, որ
խաչից իջեցնում են եւ տանում են, պատանում են եւ դնում են գերեզմանի մեջ։ Իսկ արդեն շաբաթ օրը մենք երեկոյան արդեն տոնում ենք Քրիստոսի հարությունը ճրագալույցի Սուրբ Պատարագով, ներողություն, հարության տոնը, որովհետև արդեն քանի որ ըստ եկեղեցական կարգի երեկոյան ժամերգությունից 5-ից հետո արդեն օրը փոխվում է եւ մեզ մոտ էլ երեկոյան 5-ից արդեն ազդարարվում է Քրիստոսի երաշափար հարությունը եւ ամենքս այդ մեծ բաղձալի ավետիսն ենք փոխանցում միմյանց Քրիստոս հայրիա վիմերելուց։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի եւ շաբաթ երեկոյան մատուցվում է պատարագ եկեղեցիներում։ Տեր հայր, մարդիկ գալիս են, չէ, չեն պակասել, պահպանում են խորհուրդը, գալիս են շաբաթ երեկոյան, մասնակցում են պատարագին։ Ինչ կասեք դուք։ Ուրախություն ամենքից պիտի ասեմ, որ ոչ միայն պակասել են, այլ ավելի շատ ավելի են շատացել, շատ ավելի, այո, փառք Աստծո, մեր եկեղեցիները լեցուն են հավատացյալներով, հա, մեր ճշմարիտ քրիստոնյաներով, որոնք եւ իրենց հավատքի դրսեւորումը եւ նաեւ իրենց հավատարմությունը Աստծուն ոչ միայն մեծ տոներին, այլ նաեւ բոլոր պատարագներին մասնակից են լինում։ Մուրադ, դուք այս փորձությանը, այսպես բախվել եք պահքի ընթացքում, նկատում ենք, որ ձեր ձեռքը պահքից առաջ խնդիրն է եղել, արդեն վիրատությունը պահքի ընթացքում է եղել։ Նախ ձեզ առողջություն ենք ցանկանում եւ խնդրում եմ ասեք երիտասարդ ստեմը այս տարի ինչով է առանձնանալու, ինչ է կատարվելու, քանիսին գան ովքեր ուզում են ձեզ միանան։ Արդեն 10 եւ ավել տարիներ է Արարատյան հայրապետական թեմի երիտասարդները իրականացնում են կանթեղներով երթ ծրագիր նախագիծ է։ Ավանդույթի համաձայն ամեն տարի ավագ շաբաթ օրը երեկոյան 19:30-ից 30-ից սկսված արդեն հավատացյալները մեկտեղվում են եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանից Սուրբ Սարգիս եկեղեցու բակում, կանթեղները բոլորը կանթեղներ են ստանում եւ այնտեղից շարժում են դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ էլ Հանրապետության հրապարակում գորգի վրա մեծ կանթեղներով խաչ է արդեն իսկ ոնց որ մենք ամեն տարի տեսնում ենք այդ շքեղ խաչը, երբ խաչի տեսք է ստանում վերջում։ Եվ այնտեղ արդեն այդ խաչի մոտենում են խաչին, կանթեղները բարձրացնում են, մի հրաշալի հավես միջոցառում է տեղի ունենում ու արդեն ինչպես ասացի, ավանդույթ է ձևավորվել։ Միջոցառումը իրականում շատ արտաքնից սպարտ թվացող եւ գեղեցիկ թվացող, բայց միևնույն ժամանակ շատ բարդ կազմակերպչական ջանքեր պահանջող միջոցառում է։ Մեր երիտասարդները, ինչպես եւ ես, առավոտյան 10-ից հրապարակի գորգի վրա ենք։ Այնտեղ գծագրություններ են կանում, չափումներ, լիքը հաշվարկներ։ Հա, պետք է կանթեղները այնպես շարել, որ վերևից նկարահանելու ժամանակ դրոնով նկարահանում են, հա, ոչ միայն խաչի տեսք ստանա, այլ նաեւ սիմետրիկ չափեր ունենա, որովհետեւ ամեն անգամ մի կանթեղ եթե թեք է դրվում, արդեն ոնց որ այդ ընդհանուր պատկերը մի քիչ գեղեցիկ չի ստացվում։ Ինչն է հետաքրքիր միջոցառման զարգացումը, մենք երբ որ առաջին միջոցառումը արեցինք 12 տարի առաջ, ընդամենը 150 կանթեղ էր երևի թե 150 կանթեղից էինք խաչ ստացել։ Իսկ արդեն հաջորդ տարիներին մինչև 1000 կանթեղ ոնց որ տեղ են գտել այդ խաչ ներգրված են եղել խաչի մեջ։ Մենք իդեպ ամեն տարի ձեզ լուսաբանում ենք, ամեն տարի զգում ենք, որ խաչի զորությունը եւ լույսերը շատանում են, ինչի համար մենք ուրախ ենք։ Եվ Տեր այր, մի այսպիսի տեխնիկական հարց, տեսեք, մենք երբ եկեղեցում ենք այդ օր իսկապես շատ մարդաշատ է, մոտենում ենք այդ ճրագը ստանալու համար, սովորաբար քաշքշոց է լինում, դուք ինքներդ գիտեք, եթե մենք այդ ճրագը ստանանք սովորական կողքի, որ մոմը վառվում է, չենք տանում տուն այդ նույն ճրագը, այդ տեխնիկական 1-2 մեզ վարժություններ ասեք, որպեսզի մեզ բոլորիս անհրաժեշտ լինի։ Վաղը մյուս օրը դուք հենց այնտեղ եք, եւ ձեր ընկերները։ Ճիշտ ասած, բազմից ենք ասում բոլորին, հա, ճրագի լույսը, այսինքն ճրագ վառելու խորհուրդը, կայանում է, որ եկեղեցուց ճրագը որպես այդ օրվա խորհուրդ, հա, տանեն ընտանիքներից ներս։ Եվ որևէ պարտադրական բան չկա, որ պետք է կոնկրետ տեղից վառվի այդ ճրագը, հա։ Բայց դե գիտեք մեր ժողովրդի։ Ձեզ նախ այդ օրը համբերություն։ Շատ շնորհակալ ենք, պետք է անպայման, որովհետև դրա կարիքը կա։ Տեր հայր 48 օր տևած պահքը Զատկի տոնին ավարտվում է։
մարդիկ երևի թե անհամբերությամբ սպասում են այդ տոնին, ինչ խորհուրդ կտաք դուք բոլոր նրանց, ովքեր անհամբեր են եւ սպասում են այդ տոնին պահքից դուրս գալու համար, ինչ կարևոր խորհուրդներ ունեք։ Անահիտ, դե հիմա ավակ շաբաթն է ուզել։ Ես լրիվ հասկանում եմ։ Բացի ֆիզիկականը, որ ուտելուն է վերաբերվում, հա, մի քիչ անցնեմ հոգևորին։ Իհարկե։ Ճիշտ ասած, շատ տեղին նշեցիք խոսքի սկզբում, թե ինչը զատիկը, զատել, հա, որովհետև զատելով, զատկի խորհրդով մարդը նոր մարդ է ծնվում։ Այ զատիկից հետո պիտի գա նոր կիրակին, որը խորհրդանշում է նոր մարդու ծնունդը։ Այսինքն Քրիստոս ինչի համար հարություն առավ, որպեսզի նոր մարդը ծնվի։ Հին մարդը գնա եւ նոր մարդը գա։ Սա է խորհուրդը։ Եվ ոչ միայն իմ վստահ եմ բոլոր հոգեվորականների խորհուրդը կլինի նա, որ ամեն մարդ, որ կգտնի իրեն նորովի, հա, թող պահի այդ նոր լինելը, որովհետեւ այդ նոր լինելը դա մաքրության խորհուրդն է։ Զատկին նախապատրաստվելը, պահոց շրջան անցնելը, դա խորհրդանշում է, որ մարդը անցնում է ինքնամաքրման շրջան, հա, եւ մեր խորհուրդն է, որ մարդը իր ամբողջ կյանքի ընթացքում, ոչ միայն 48 օրերի ընթացքում, այլ իր ամբողջ կյանքի ընթացքում ունենա այդ ինքնամաքրման շրջանը, անընդհատ իրեն գտնի նորովի, անընդհատ իրեն փնտրի եւ գտնի ավելի մաքրված, ավելի նորոգված։ Սա է պահքի խորհուրդը եւ պահի զատվելուց հետո պահի այդ, հա, որովհետեւ այո, ցավոք սրտի կան սովորույթներ, որ մեր մեջ ներկա են, ամեն մեկս գիտենք որն է այդ սովորույթը, որ վատն է, հա, եւ թեկուզ պահքի ընթացքում փորձում ենք հրաժարվել, բայց չպետք է սահմանափակվենք պահքի։ Դեր հայր, բայց հետո նույնիսկ որ կրկնում են, մեկը ինքը տոկոսային հարաբերությամբ իջնում է։ Քան մյուս տարին, այո, հավատացեք, ամեն տարի միևնույն է դու ոչ թե նահանջ ես արձանագրում, այլ հակառակը մոտենում ես Աստծուն եւ մոտենում ես այդ մեղքերի թողությանը։ Դա էլ ամեն մեկն իր քայլերն ունի, հա, ինչպես խորհուրդը։ Եվ սովորությունները, որոնք այդ ընթացքում թողել էիր, կարծես թե արժեզրկվում են որոշ չափով, որովհետև 48 օրերը քեզ ստիպում են հասկանալ նրա արժեքը, արդյոք պետք է քո կյանքում լինի թե ոչ, այ քեզ զատել քո նախկին եւ ներկա եսերը, այո։ Դեր այ նաև խոսենք այն մասին, որ մարդիկ վերջին տարիներին շատ հաճույքով եւ հաճելի ճոխությամբ են նշում Սուրբ Զատկի արարողությունը, շքեղ սեղան են պատրաստում, կարծես դա իրապես ընտանեկան տոն է դարձել ընտանիքի հավաքվելում, այսպես այդ խորհրդի մասին կարող եք խոսել։ Վերջը սա ընտանեկան ամենապայծառ ուրախ օրերից մեկն է։ Այո, Զատկի տոնը ցանկացած քրիստոնյայի ամենամեծ տոնն է, հարության տոնը, հա։ Եվ տոնին նախապատրաստվելը եւ տոնելը, նշելը, դե մեր ավանդույթի մեջ որ եղել է, դա մենք գիտենք ամենքս, եւ Փառք Աստծո, այո, վերականգնվում է եւ դրա հետ նաեւ վերականգնվում է այդ գեղեցիկ ավանդույթները, որ եղել են տոնակատարությունների ժամանակ, թե ընտանեկան, թե ավելի մեծ մասշտաբով, որոնց մեջ են նաեւ զատկական ուտեստները, որոնց մեջ են նաեւ զատկական այդ խաղեր, սովորույթներ, ավանդույթներ, երկուպար, այո։ Իդեպ այսօր մենք ցուցադրելու ենք այդ ամենը մեր հեռուստադիտողներին։ Ու Փառք Աստծո, դա կամաց արդեն վերականգնում մարդկանց մեջ զարթոնք է ապրում, որը գովելի է, որովհետև բոլոր տոների կողքին սա պիտի լինի մեզ ամենակարևոր տոնը քրիստոնյայի։ Ամենապայծառ, ամենադրական։ Մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, մեր մեջ արմատավորված է քրիստոնեությունը, հավատքը մեր արյան գույնն է եւ մենք ուղղակիորեն պարտավոր ենք այդ ամեն ինչի մասին իմանալ։ Մեր ընտանիքում ապրող ամենափոքր երեխան անգամ այդ ամեն ինչին պիտի ներկա լինի, ամեն ինչից պիտի տեղյակ լինի։ Տեր հայր, այսօր ուրբաթ է, վաղը շաբաթ երեկոյան պատարագ է մատուցվելու, մեզ կասեք այդ պատարագի գլխավոր խորհուրդները, որպեսզի մենք իմաստավորված վաղը մուտք գործենք եկեղեցի։ Պատարագը ինչից է սկսվում, ուր է հասնում եւ ինչպես է։ Շաբաթ երեկոյան է լինում պատարագը, ինչպես ասացի, եւ շատ կարեւոր է, որպեսզի եթե պահք ենք պահել այս օրերի ընթացքում, մեծ պահքը պահել ենք եւ այդ օրն էլ լինենք ծոմապահության մեջ, որովհետև պատարագի մասնակցելու ամենակարևորագույն պայմանը հաղորդություն ստանալն է։ Մենք պետք է մաքրված մոտենանք Սուրբ հաղորդության։ Պետք է ներկա լինենք պատարագի սկզբից, մասնակցենք պատարագին, մասնակցենք ընդհանրական խոստովանությանը, որը կարևոր է հաղորդությունից առաջ, եւ անպայմանորեն հաղորդություն ստանալով
նոր դուրս գալ։ Ի վերջո վարակույրը խորանի բացվում է, Այդ օրը բացվում է, խորհրդի մասին խոսում։ վարակույրը բացվում է, վարակույրը բացվելուց անմիջապես հետո ավետիսն է տրվում, Քրիստոս հայրավի մեռելոց եւ ժողովուրդը պատասխանում է օրհնյալ է հարությունը Քրիստոսի եւ սկսվում է արդեն պատարագը։ Եվ պատարագի բոլոր սրբասացություններն ու շարականներն էլ հարության են, որով ազդարարում է Քրիստոս հայրավի մեռելոց։ Եվ ի վերջո ամենակարևոր քննարկվող հարցերից մեկը մենք միշտ տալիս ենք ծոմապահությունը իր մեջ ներառում է միայն ջուր կարելի է խմել թե ոչ։ Խիստ ծոմապահությունը ըստ կարգի ոչինչ։ Ոչինչ։ Այո, եթե մենք պետք է պահենք ծոմ, ուրեմն պետք է ոչինչ Շատ չօգտագործենք։ հակասական են իմիջիայից մենք ունենում ենք հոգևոր առաջնորդներ, որոնք ասում են ջուր կարելի է, չէ՞։ Այո։ Դե ամեն դեպքում խիստ ծոմապահությունը դուք լավ նշեցիք։ Մուրադ, հետաքրքիր է դուք լինելով երիտասարդների հետ շփման մեջ, նրանց կազմակերպչական հարցերում երիտասարդները որքանով են ներգրաված, նրանց ովքեր գնում են եկեղեցի, տեսնում են նրանց առատությունը, նրանց ներգրավվածությունը, քո կարծիքը այդ մասին։ Ներգրաված առհասարակ հոգևոր Այո, հոգևոր կյանքում։ Բավականին շատ առհասարակ երիտասարդների ներգրավվածությունը եկեղեցում արտահայտվում է երկու ճյուղով, ինչպես ասացի թե հոգևոր տեսանկյունից, այսինքն մասնակցություն եկեղեցական ծեսերին, պատարագ կլինի թե ժամերգություն, ինչպես նաև տոնական մեծ միջոցառումներին, այնպես նաև արդեն իսկ մեր ինչպես նաև խոսեցինք, մեր արդեն ժողովրդական եւ ավանդական միջոցառումներ, որոնք իրականացում են միությունների կողմից երիտասարդական Այն երիտասարդները, որոնք ձեզ նայում են, չգիտեմ որտեղից գան ձեզ ինտեգրվեն կամ կարող ամաչում են ինչ-որ մի կերպ, ոնց անեն, որ հեշտ ինտեգրվեն ձեր շարքերը։ Ամենահեշտ ձևը եկեղեցի գալն է։ Մեզնից բոլորը ենթադրում են քաշվել պետք չի երբեք, իսկ հաջորդիվ արդեն թե ինչ կլինի, արդեն կախված է հենց բոլորից, երիտասարդներից, բայց ամենալավ միջոցը, եթե տենց դիտարկենք, երիտասարդների հետ շփվելն է եկեղեցում։ Նույն մեր ներկայիս միջոցառումը, որը պիտի լինի վաղը 19:30-ին, որ պիտի սկսվի, հա, Արարատյան հանրապետական թեմ, շատ հիանալի առիթ է ինտեգրվելու երիտասարդների հետ շփման մեջ եկեղեցու ծոցում։ Այս միջոցառումները ավանդույթ են։ Նավաստար Սրբազանը իր օրհնությունն է տվել երիտասարդներին, որպեսզի այս միջոցառումների, հա, այս ծրագրերի միջոցով ել ավելի մարդիկ ներգրավվեն եկեղեցի։ Ու եթե երիտասարդները ուզում են գալ եկեղեցի եւ կաշկանդում են ինչ-որ բանով, այս վաղը 19:30-ին հրավիրում ենք Արարատյան հայրապետական թեմի Սուրբ Սարգիս եկեղեցի, այնտեղից մասնակցելու երթին, ուրախանալու, տեսնելու, որ երիտասարդությունը եկեղեցում ել ավելի դրական է, ել ավելի արթուն է, քան թվում է կողքից, հա, եւ ի վերջո մասնակիցը դառնալու են հրաշալի երևույթներին։ Դուք պահպանում եք։ Ես այս տարի չեմ պահել, ինչ-ինչ պատճառներով, այո, բայց Սովորաբար լինում է։ Դե ինչ, ովքեր որ պահեցողության մեջ են, նրանց այսպես էլի ամուր կամ ինչեւ վաղը դուրս գալը։ Հաղթարեմ վերջին փորձություններն, այո։ Բարով հասնենք Սուրբ Հարությանը։ Բարով հասնենք Սուրբ Հարությանը։ Տեր շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Եվ իդեմս ձեզ բոլոր հոգևոր առաջնորդներին, ովքեր այդ պահին պետք է լինեն այդ օրը խորանում, այդ մարդաշատության մեջ ձեզ ամուր կամք եւ հանդուրժողական շնորհ, որպեսզի մեզ դիմանաք այդ օրը։ Ձեզ առողջություն եւ լավ օր եւ Տոնյա's Family Company կողմից մենք յուրահատուկ ծաղկեփունջ ձեզ կտանք։ Համեմունքներով լի։ Պետքական ծաղկեփնջեր են, ամբողջությամբ լի համեմունքակ են։ Այսպիսի ծաղիկներ հաճախ ստանա։ Ձեր խանգարի, այո։ Շնորհակալ եմ։ Հելի համեմունքներով լի կլիներ։ Շնորհակալություն ձեզ, լավ օր ենք Շնորհակալ, լավ օր ձեզ։ Այս պահին սիրելի հեռուստադիտողներ, գովազդ մեր եթերում, որից հետո շարունակենք մեր եթերը։ Վերադարձանք հարգելի հեռուստադիտողներ եւ հաճելի նորությամբ վերադարձանք, որովհետեւ 2025-ը Տոնյա's Family Company-ի համար հոբելյանական տարի է, քանի որ բոլորիս կողմից արդեն սիրված Զալատոյե տեստ ապրանքանիշը 20 տարեկան է։ Եվ համաձայն իր մենք կօգնենք որակով կարգախոսին, արդեն 20 տարի է, ինչ իր որակը բարձր պահելով մեզ հնարավորություն է տալիս խոհանոցում անկաշկանդ ստեղծագործել ու յուրաքանչյուր ուտեստ դարձնել ել ավելի համեղ եւ յուրահատուկ։ Դե իհարկե Սաթենիկն էլ ամեն առավոտ պատրաստելով այս յուրահատուկ համեմունքներով մեր ուտեստներին տալիս է անկրկների համային երանգներ։ Ընդգծենք ու առանձնակի կարևորությամբ նշենք, որ ընկերությունը, արտադրությունն ու փաթեթավորումը իրականացվում է այստեղ Հայաստանում։ Իդեպ բացի համեմունքներից առաջարկում է նաև կրուպեղենի մեծ տեսականի, մասիս
խորհրդանշական ապրանքանիշով։ Հիմա տեղափոխվենք խոհանոց, տեսնենք թե ինչ է կատարվում այնտեղ Սաթենիկ ու Անդրանիկը կարծես հավկիթները ներկելու շատ գեղեցիկ արարողություն է պետք է անեն։ Այո, մի կողմում սուշիներն են մեզ սպասում, մի կողմում հավկիթները, նախատոնական տրամադրություն։ Մի խոսքով համային եւ երանգներով լի խոհանոցային ուտեստներ են այսօր մեզ սպասելու։ Նաև Սաթենիկը Տոնյաս Family Company-ի օգտակար եւ սննդի համար նախատեսված գույներով կներկի ձուն։ Սաթենիկ, ինչ արդյունքներ ունենք, արդյոք գույնը բռնում է հավկիթի։ Մի քանի ձուն արդեն հանեցինք, գույնը բռնել էր, Անդրանիկը ինձ օգնության հասավ։ Ինչ էլ վառ գույներ են։ Այո, շատ վառ, ես ասում եմ, եթե նկատեցիք, այս պահին կապույտ գույնի միջից ձուն հանեցի, կարմիրի մեջ դրեցի, կարելի ասել մանուշակագույն, մի քիչ եթե երկար թողնեք, ժամանակի մեջ պետք է տեղավորվենք, դա է պատճառը, որ փորձում ենք այսպես տեղավորվել։ Այստեղ ես դեղինի մեջ դնելուց հետո հանել եմ կանաչի մեջ եմ դրել, որպեսզի ավելի մի քիչ սալատովի լինի։ Իհարկե անպայման դուք ժամանակահատվածը պահում եք 3-ից 5 րոպե։ Ահա, կանաչից տարբերվում է։ Այստեղ մենք էլի գույն ունենք, չէ, նորը պետք է դնեմ։ Անդրանիկ, ես կշարունակեմ ներկելը, իսկ դուք, այստեղ մենք ունենք նաև կարմիր գույն։ Ես էլ պատրաստել եմ կարող շարունակել։ Դուք պատրաստել եք շարունակեք, այո, տոնական է, միշտ երբ որ տոն է լինում, խոհանոցում թողու բոհ է լինում։ Հիմա մեզ մոտ այդ պահն է։ Մինչ հյուրերի գալը փորձում ենք ամեն ինչ անել, որ տեղը տեղին լինի, գեղեցիկ լինի։ Սիրուն ստացվում են, բայց Այո։ Ես սիրում եմ այս արարողակարգը, վստահ եմ, որ ասում եմ նորից երեխաներին շատ դուր կգա։ Ես միշտ Լուսիի հետ այսպիսի ներկերով իհարկե ոչ միայն ձուն ենք ներկում, ասեցի, որ կարող եք պատրաստել թխվածքաբլիթներ։ Երկու ձուել ունեմ։ Անդրանիկ, ինչպես է ձեր տրամադրությունը։ Հաշվել եք մեկ ռոլը, քանի րոպե անհրաժեշտ մեկ ռոլի համար։ մեկ ռոլը, նայած ինչ բարդության է ռոլը, սովորական կլասիկ ռոլերը մեկ րոպեում էլ հնարավոր Իսկ բարդ ռոլը։ Կան ռոլեր, որոնք կարող են մի քանի տասնյակ րոպեներ տևել պատրաստելը, բայց դա բնականաբար այնպիսի ռոլեր են, որոնք շատը ուշադրություն են դարձնում ռոլի տեսքին։ Ահա։ Այսինքն կարող ես ինչ-որ միջուկում նկար հավաքել եւ այլն, այդպես ռոլերը պատրաստել, դրանք մաքսիմալ ժամանակատար են։ Իսկ սովորական կլասիկ ռոլերը, որ առկա են մենյուում եւ հիմնական բոլոր առաքման մենյուներում, շատ արագ են պատրաստվում։ Անդրանիկ, ձևավորման համար երևի ես օգտվեմ, թույլ կտակ, չէ՞ ինձ։ Շուկա, հա, իհարկե։ Նոր մտածեցի։ Շնորհակալություն։ Հարևանություն ենք անում խոհանոցում։ Ահա, որոշեցի այս մի ափսեի մեջ կդնեմ։ Արդեն անդերոցիկից կարող եմ առանձնացնել։ Անդրանիկ, իսկ ձեր սիրելի ռոլը ո՞րն է։ Կրիվետկայով տարբերակներ եմ սիրում, կոնկրետ։ Ահա։ Կրիվետկայով բոլոր ռոլերը սիրում եմ։ Օծածկով տարբերակներն եմ սիրում, կոնկրետ այս ռոլը օծածկով է։ Այստեղ փորձել ենք նորից։ Բոլոր ձկներն են համեղ են, ըստ ճաշակի, հում ձուկ հիմնականում քիչ եմ նախընտրում։ Ահա։ Սիրում եմ եփված կամ ծխեցված տարբերակները ավելի շատ։ Ահա, ես արդեն կարող եմ մի քանիսը հանել, որոնց մեջ, չէ, այստեղ եմ դրել։ Գդալը կմաքրեմ, որպեսզի մյուս գույնը չտարածվի։ Ես չգիտեի, որ խոհանոցում չի կարելի երաժշտություն։ Ոչ թե չի կարելի, այլ ամեն խոհանոց խանգարում է, հասկանալի է։ Կոնկրետ Ես մտածում եմ, ընդհակառակը ավելի տեմպով կարող են աշխատել։ Ես այդ երաժշտության տարբերակը չեմ ընդունում ճիշտ ասած։ Ավելի շատ խանգարում է իրար լսելուն, ավելի կենտրոնանալուն գործին, քան ավելի օգուտ կարող է։ Բայց քանի որ մեզ մոտ տոնական է, մենք ունենք մեր այս պահին հեռուստադիտողները լսում են ֆոն երաժշտական, որը այո տրամադրությունը ապահովում է։ Խոհանոցային համեղ եւ տոնական։ Ճիշտ պահն է, որպեսզի ներկայացնեմ մեր գործընկերոջը։
Աթենք ներկայացնում է սարդելկաներ, որ հաշված րոպեներում կարողանում եք պարզապես տաքացնել, հետո վայելել, ձեր քաղցը հագեցնել։ Մի տեսեք անեն սարդելկաների Աթենքի կողմից առաջարկված ձեր էկրաններին է ես էլ սիրով ներկայացնեմ։ Աթենք մսամթերքը կարևորելով բացառապես բարձր որակն ու շարունակելով լավագույն ավանդույթներն առաջարկում է սարդելկաներ, որոնք սերունդներին հիշեցնում են մանկության անմոռանալի համերը։ Աթենք մսամթերքը հոգացել է ձեր մասին եւ կարևորելով ժամանակն ու միաժամանակ համեղուտելը հիշեք, որ սարդելկան արդեն պատրաստի է եւ ուտելուց առաջ անհրաժեշտ է պարզապես տաքացնել։ Իդեպ գիտեիք, որ խորհրդային միությունում սարդելկան լայն տարածում ուներ հենց արագ, հեշտ պատրաստվելու հատկության շնորհիվ։ Ինձ մնում է ամբողջը հանել եմ, տեղափոխել է ստեղ։ Շատ գեղեցիկ ստացվեց։ Ես ինչու նախընտրեցի այս սալատովին, դրա մասին էր խոսքը, որ դեղինից շատ արագ տեղափոխում եք կանաչ ներկի մեջ, ստանում եք ավելի բաց գույն։ Կարմիրն էլ, որ խառնում եք կապույտի հետ, ստանում եք մանուշակագույն։ Հիշեցինք։ Ահա։ Ես ինչ էի ուզում խնդրել։ Ձևավորման համար կվերցնեմ, այո, ասեք։ Չուկայի մասին էր խոսքը, չէ՞, զարդալու համար։ Մեզ էլ մնաց վերջին ռոլը պատրաստենք հենց շուկայով տարբերակը։ Այսպես որպես ձևավորում որոշեցի սպիտակ ափսեի կողքը շարել, եթե թույլ տաք։ Իհարկե։ Եթե դուք ուզում եք ձու վերցնել, կարող եք Ես էլ կվերցնեմ։ օգտվել։ Ես էլ կօգտվեմ։ Չգիտեմ, այսպես որոշեցի։ Որքանով որ գեղեցիկ է, դնենք։ որպես խոհարար ինձ ինչ խորհուրդ կտաք, ինչ կարելի անել ձևավորման համար այս պահին, քանի որ միայն ձու եմ ներկել։ Ափսեն շատ թույլ չի տալիս այս թվում ձևավորում անել, կարող ենք ուղղակի մաքսիմալ խիտ կողքով շարել։ Շատ։ Որ խոտի էֆեկտ ստանանք ավելի շատ էլի տեսքի հետ։ Որպեսզի լինի ինքը կանաչ այդ զամբյուղիկը մեր։ Ափսեն դարձավ զամբյուղիկ։ Ասում են ռուսներն ունեն այսպիսի արտահայտություն՝ «Делай мастера боится»։ Հա։ Կշարունակի Անդրանիկը ձևավորել գեղեցիկ ափսեն, շատ իդեպ գեղեցիկ ստացվեց։ Ես էլ կներկայացնեմ մեր գործընկերոջը։ Դե իհարկե հավատարիմ հեռուստադիտողները հասկացան, որ խոսքը գուցեեմի մասին է։ Ձեր էկրաններին է, ես էլ սիրով ներկայացնեմ։ Ցիլի հեռուստադիտողներ, ցանկանում եմ ներկայացնել արդեն իսկ հարազատ դարձած մեր գործընկերոջը Գուցեեմին, որը բացի այն, որ IKEA բրենդի ամենամեծ ներկրողն է, նաև կենցաղային տեխնիկայի եւ տնտեսական ապրանքների ամենամատչելի վաճառողն է Հայաստանում։ Ինչու գնալ խանութ, բոլոր գնումները ծանր տեղափոխել տուն, եթե կարող եք բազմոցին նստած, հանգիստ, առանց շտապելու, ընտրել օրինակ ձեզ հարմար մազերի շամպունը կամ լվացքի փոշին, ընդ որում ավելի մատչելի, քան ցանկացած սուպերմարկետում եւ ստանալ արդեն իսկ ձեր տանը։ Չմոռանամ նաեւ նշել, որ այդ հնարավորությունը Գուցեեմը ոչ միայն ընձեռնել է Երևանի բնակիչներին, այլ ամբողջ Հայաստանում բնակվող մեր հայրենակիցներին։ Goods.am քո on-line հիպերմարկետը Հայաստանում։ Անդրանիկ, ես հիմա կհավաքեմ այս ամենը։ Շատ գեղեցիկ ստացվեց։ Ինչ է մնացել մենք հենց շուկայով ռոլը եւ վերջի ռոլն ասեցի։ Օհ, ինչ համեղ է լինելու։ Բայց կա մեջը պանիր։ Ոչ սեթերը հիմնականում փորձում ենք ընտրել այդպիսի ռոլերից, որոնք զգում ենք, որ պահանջարկ ունեն հաճախորդների մոտ։ Հասկանալի է։ Այսինքն, որ սեթերը եւ որ ռոլերը իրանք ավելի շատ են սիրում, փորձում ենք այդ ռոլերից արդեն նոր սեթեր ստանալ։ Մեկ անգամ եւս հիշեցնենք, որ ռոլերն են ավելի շատ նախընտրում հաճախորդները։ Նախընտրերի ռոլերը Ֆիլադելֆիան, Կալիֆոռնիան եւ Կանադան են, դրանք մրցակցությունից դուրս են։ Բայց փորձում ենք ստեղծել էլի ռոլեր, էլի սեթեր, նոր համեր, որ էլի դուր գան հաճախորդներին, բայց ինչ էլ ստեղծենք, իսկ թվում է այդ երեքը մրցակցությունից դուրս են միանշանակ։ Ես ամեն դեպքում կուզեմ այս պահին ներկայացնել հեռախոսահամարը, հիշեցնել 060 50 50 56, այ այստեղ դուք տեսնում եք հենց այս պահին ձեր էկրաններին, որ կարող եք պատվեր անել, վայելել նոր համեր ստեղծել ձեզ համար։ Խոսքը փոխանցենք գործընկերներին, ոնց հասկացա, ավարտեցինք։ Պարզապես մնում է կտրատել, արդեն ես գիտեմ, ձևավորել մատուցման ափսեի մեջ։
Բարի առավոտ, շատ սիրելի հեռուստադիտողներ։ Բարի լույս բոլոր նրանց, ովքեր հենց նոր միացան մեզ։ Եվ այսպես յուրաքանչյուրիս համար Սուրբ Հարության տոնը նախ եւ առաջ առանձնանում է հավատով եւ ընտանեկան ավանդույթներով, նախապատրաստական աշխատանքներից մինչեւ գեղեցիկ սեղանի բացում, ներկված ձվեր եւ իհարկե համեղ կուլիչներ։ Հիմա կպարզենք, թե էկրանից այն կողմ ինչպես են տոնում այն վերջին զանգ հեռուստասերիալի սիրված արտիստները։ Եվ մեր հյուրերն են սիրված դերասանուհի Էմմա Մանուկյանը, բարի առավոտ, սիրելի Էմմա, սիրելի դերասանուհի Անի Քոչարյանը, բարի առավոտ, եւ իհարկե գեղեցկուհի Ռոզա Դավթյանը։ Բարի լույս, շնորհակալություն հյուրընկալվելու համար։ Շատ ուրախ ենք ձեզ հյուրընկալել, Անի, սկսենք ձեզանից։ Ես չգիտեմ, վերջին տարիներին հատկապես Սուրբ Հարության տոնը մեզ համար հատկանշական է։ Մենք այն ընտանեկան մթնոլորտում ենք նշում եւ ավելի գեղեցիկ, ինչ կարեւորություն ունի այս գեղեցիկ տոնը Զատիկը ձեզ եւ ձեր ընտանիքի համար։ Ես ասեմ, որ ինձ համար միայն վերջին տարիներին չէ, այլ առհասարակ իմ ծննդյան օրից սկսած ինձ համար կա երկու շատ կարևոր տոն, որոնք ես առանձնացնում եմ բոլոր եղած տոներից, դա Սուրբ Ծնունդն է եւ Հարության տոնը, որը նշում եմ մեծ շուքով, այո, բնականաբար ընտանեկան միջավայրում եւ այդ երկու տոները ինձ մոտ սկսվում են հենց եկեղեցուց։ Ամենասիրելի ավանդույթը, որը կառանձնացնեք, ո՞րն է։ Այն, որ ես ջրակ եմ բերում տուն, որից հետո արդեն ազդարարում ենք եւ Սուրբ Ծնունդը եւ նաեւ Հարությունը։ Էմմա, բարի առավոտ։ Էմմա, դուք մեզ լսում եք, Էմմա, շատ ուրախ ենք ես հյուրընկալել, վստահաբար դու էլ Զատկի օրը շատ սիրում ես, անկախ նրանից այդ օրը գուցե ունենաս ներկայացում, գուցե զբաղված լինես, գուցե հերթական սերիալի նկարահանումը լինի, բայց միևնույն է, ինչ խորհուրդ ունի քեզ համար, ինչով է այն առանձնանում որպես հավատացյալ քրիստոնյայի։ Ինձ համար ավելի շատ մանկական հիշողությունների հետ են կապված, որովհետև մենք շատ մեծ ընտանիքում էինք ապրում, այսինքն տատիկս, պապիկս, պապայիս հորաքույրը, հորեղբայրը ու մեծ ընտանիքում միշտ այդ տեսակ ընտանեկան տոները ավելի առանձնահատուկ են լինում ու ես հիշում եմ, որ նախորդ գիշեր այդ ձուն ներկելու արարողությունը մեր տանը, դա մի ամբողջ տոն էր ու հիշում եմ մի տարի մամաս ընկերուհու հետ, մեր հարևանուհու հետ շատ գեղեցիկ զարդարել էին կանաչիներով հատ-հատ այդ բոլոր ձվերը գունավոր ու ես ու ընկերուհիս գիշերը այդ բոլոր ձվերը կռվածրել էինք, բոլորը կոտրել էինք, առավոտ իրանք վերել ամբողջը։ Տեսան, որ ոչ մի հատ ձու չկա ու այդ տեսակ ընտանեկան ջերմ հիշողություններով եմ ես այս տոնը միշտ հիշում, իհարկե փորձում եմ այդ ավանդույթը պահել նաև իմ ընտանիքում, բայց մի բան կա, որի մասին կուզեի խոսել, լավ չի, երբ այս տեսակ տոները վերածվում են միայն սեղանի շուրջ արարողությունների, այսինքն առաջին տեղում հայտնվում այդ սեղանը, պատրաստությունը, իսկ շատերը Անի ասած այդ եկեղեցի գնալը, պատարագին մասնակցել է, ջրակը տուն բերելը, արդեն դառնում է երկրորդական, որովհետև այդ խոհանոցային հարցերի վրա այնքան ժամանակ ու էներգիա են ծախսում, որ արդեն երբ գալիս է եկեղեցի գնալու պահը, արդեն բոլորը հոգնած են, ի վիճակի չէ, որովհետև պատրաստությունները այդ տեսակ ավելի առաջնային են։ Ես կուզեի, որ հակառակը լիներ։ Դե տարեցտարի թրենդերը ավելանում են, մարդիկ սկսում են զարմացնել իրար, ամեն մեկը լուսանկարում է իր սեղանը կամ իր ձվի ներկման տարբերակը եւ այդպես տարածվում է կարծես համաճարակի դրա շատ լավ եմ նայում։ Թող Դուք կարծում եք, որ այսօր հնարավոր է որևէ մեկին որևէ բանով զարմացնել։ Դժվար։ Չկա այդպիսի բան, այսօր միայն զարմանում ենք, երբ տեսնում ենք մարդկային ջերմ վերաբերմունք, ազնիվ մարդ, այ զարմանում ենք։ Իհարկե, Հակառակ հոգևոր դեպքում ճիշտ որևէ արժեքների սեղանով, պահպանում։ որևէ ինձ թվում է այսօր չի կարելի զարմանալ որևէ։ Ռոզա, դու պատմիր, ինչ ասոցիացիաներ է քեզ մոտ առաջանում եւ ինչպես եք դուք տոնում Սուրբ Զատկի արարողությունը։ Իմ գիտակցական տարիքից ի վեր մենք միշտ գյուղում էինք նշում, այդպես եմ հիշում, ու ով հաղթում էր, ինչ որ անակնկալ կար իր համար, դրա համար ես սպասում էի անհամբեր, երբ այդ օրը գալու որ գնան գյուղում, ու ես միշտ սովորաբար հաղթում էի, բախտս բերում էի։ Իսկ ինչ անակնկալներ էր սպասվում։ Չգիտեմ, պապիկներ են տեղ բաներ պատրաստում, տարբեր ամեն անգամ, բայց կարևորը կար անակնկալ։
Դա երևի թե հենց հրաշքի սպասումն է, որ ինչ-որ մի բանի սպասում ես, որ լինի։ Իսկ հիմա մեր օրերում ինչպես ենք նշում, հա, արդեն ոնց որ տեսնում եք այդ մեր տարիները անցնում են, հիմա այս մեր օրերում ինչպես եք նշում, էլի ընտանեկան Մեր օրերում հա արդեն ընտանեկան միջավայրում մեր տանը մի քիչ ես չգիտեմ, այդ ձևավորելու եւ այլն այդ մյուս կողմին այդքան չեմ մասնակցում, չեմ սիրում, բայց եկեղեցի գնալ ջրակը բերել շատ հանգստություն կա դրա մեջ, ես այդ պահը շատ ավելի գերադասում եմ։ Ռոզա, քիչ առաջ մենք Տեր հոր հետ խոսում ենք այն մասին, որ ջրակը ստանալիս երբեմն հերթի մեջ մտնելիս իրար խանգարում ենք, դա էլ կարծես հենց այդ հավատքի բախումը լինի, հա։ Այ դու որպես հանրային դեմք եւ դերասանուհի, ինչ կասես, վաղը պետք է գնանք եկեղեցի հենց ջրակը։ Անփերատար սպասենք, որ բոլորի սերտ կհասնի, վերցնենք եւ խուսափենք հրմշտոցներից։ Միևնույն է ջրակը բոլորի տանն էլ հասնելու է։ Միանշանակ։ Պետք է ուղղակի հավատով զինվեք։ Ամեն դեպքում շատ ուրախալի փաստ է, որ զբաղվածությանը, չնայած ձեր զբաղվածությանը, իհարկե նկարահանումներին, մեծ կարևորություն տալիս եք տոնին եւ փորձում եք ձեր ընտանիքներում պահպանել ավանդույթները։ Այ ինչ եք կարծում այս պարագայում իհարկե Էմմա ձեզ հարցողված եւ Անի ջան ձեզ ձեր բալիկներին փոխանցել եք արդյոք ավանդույթներին, չեք կարծում նրանց մեջ սեր կա, սպասում են այս տոնին, ինչպես մենք էինք սպասում իհարկե փոքր տարիքում։ Փոխանցումը բառերով երբեք չի լինում, կոնկրետ իմ տղան իր ծնված օրից տեսել է այդ ամենը, ես երբեք որևէ բան իմ տղային չեմ նստացրել եւ սովորեցրել։ Ինքը վերցրել է իր կյանքում տեսած իմ առօրյայում գործածած յուրաքանչյուր։ Իհարկե, պետք չի բացատրել, որովհետեւ օրինակ պետք է լինես երեխայիդ, ես այդպես եմ կարծում։ Դե շատ նորմալ է, որ երեխաները տարվեն հենց հավկիթով իրար կռվածնելուց, մանկական չարաճճիություն անեն, Էմմայի պես բռնեն բոլոր հավկիթները կոտրեն։ Շատ առողջ նորմալ ցանկություն է։ Էմմա, հետաքրքիր քո բալիկի հետ գնում ես եկեղեցի, պատարակների մասնակցում ես։ Իմ աղջիկը համարել, որովհետև ինքը դեռ այդքան մեծ չի, ինչքան որ Անի տղան, իմ աղջիկը համարել դեռ ավելի տենց խաղային տոն է, ինքան համբեր սպասում է, երբ է երեկոյան տատիկի հետ, այդ ձուն ներկելու, ինքը այդ թղթերով զարդարելու, ինչ որ ավելի շատ իր համար դեռ այդ ատոնի, ինքը դրան է սպասում, ու մեր տան ավանդույթ կա, որ մենք առավոտ շուտ ենք սեղան նստում, ինքը սպասում է, որ մենք բոլորս արթնանանք առավոտ շուտ ու այդ սեղանի շուրջ բոլորս հավաքվենք, իր համար դեռ այդ տեսակն է ավելի շատ տոնը, ինձ թվում է տարիքի հետ նոր կգա արդեն մենք երեկոյան ենք սեղան նստում, երբ ջրաքալույց է, գնում ենք, ջրակը բերում ենք եւ անմիջապես ազդարարում ենք, մենք երեկոյան ենք նշում։ Եվ նաև հաջորդ օրը, ինչու՞ որ։ Ես պատկերացնում ձեր գրաֆիկը ինչքան խիտ է նկարահանումների ժամանակ, արդյոք պահում եք եւ դա կրկնակի փորձություն չէ ձեզ համար։ Ես շատ երկար տարիներ միշտ պահել եմ, միշտ պարտադիր պահել եմ, հետևել եմ բոլոր կանոններին։ Այս տարի պարզապես պահում էի եւ եղավ մի օր, երբ ներքին ինչ-որ փոթորկում եղավ եւ ես հասկացա մի բան, պահքը ուտելու մասին չէ, պետք է այստեղ շատ խաղաղ պահես եւ ես հասկացա, որ ես խախտեցի դա եւ ինքնակամ, ինձ համար իհարկե շատ դժվար էր, բայց դուրս եկա։ Ցավում եմ, բայց այս անգամ էսպես ստացվեց։ Ազնիվ եղա ինքս, ինչը ինձ համար շատ կարևոր է։ Այդ դուրս գալու պահը այնքան դժվար է, հիմա վստահ եմ, էլի շատ հեռուստադիտողներ, ովքեր ձեր կարգավիճակում են եղել, հիմա կկիսեն այս ձեր փորձառությունը։ Չգիտեմ, հետո ինչպես եք անում, ծանր եք տանում, աղոթում եք, ինչպես եք դուք ինքներդ ձեզ ներում, չէ՞ որ այս պարագայում դուք եք ձեր դատավորը դառնում։ Վստահաբար համարյա թե բոլորն են ամեն օր։ Բայց չեն են այսպես ազնիվ։ Ինձ համար շատ կարևոր է իմ եւ իմ ներքին հաշտությունը։ Ես ինքս ինձ հետ պետք է հաշտ լինեմ եւ ես գիտեմ թեկուզ դուրս եկա պահքից այդ ուտելիքները ուտում եմ, ապրում եմ այս աշխարհիկ ավելի վիճակով, բայց ես էլի պահպանում եմ եւ ոչ միայն պահքի ընթացքում, մարդ ամբողջ տարվա ընթացքում պետք է կարողանա իր ներքին այդ մաքուրը, ինչը կապված է
Աստծո հետ։ Կարծրալի Պետք է հետ իհարկե պետք է պահի։ Պարտադիր չէ հենց, գիտեք, այդ 49 օրը։ Ոչ, մենք ունենք 365 օր դրա համար։ Դե այո։ Ռոզա, այս 48 օրերը նաև հրաշքի սպասման օրեր են եւ շատ ցանկալի է որ մեծ երազանքներ ունենաս, մեծ սպասումներ ունենաս։ Այն ժամանակ պապիկի անակնկալն է եղել։ Հիմա ինքդ քեզ համար ես ստեղծում այդ անակնկալը կամ Աստծուց ես խնդրում։ Ունես այդպիսի ամերիկացիները կասեն big dream-եր։ Մեկը ունեմ եւ շուտով կիրականանա։ Այս ընթացքում շատ ջանասիրաբար պահել եմ դրա համար։ Այո։ Դրա համար վստահաբար շուտով Գաղտնիք է թե գաղտնիք է։ Մի փոքր գաղտնիք է, բայց կբացահայտվի շատ շուտով։ Հենց իրականանա, արդեն կբացահայտվի։ Բայց ամենակարևորը իրականանա։ Այդ դա շատ կարևոր է, որովհետև հենց հիմա ձեր եւ ներքին էներգիա կա, որ հաստատ կատարվելու է եւ արդեն հաստատական իմացողություն այդպես վերևից երևի թե եկած, որ հաստատ կատարվելու է, դա ամենակարևորն է։ Մենք չպետք է մոռանանք այն հավատքի մասին, որը այս ամբողջ ընթացքում մեզ ուղեկցում է։ Այո, եւ այն վերջնական հավատքի հորդորով մի ընկճվեք դրանից։ Ինչպես կյանքում անցեք առաջ, չստացվել չկա, հետո նորից փորձել ու ստացվելու մեջ է գաղտնիքը։ Էմմա, այս տարի ինչ է սպասում, պատրաստել ես այս նկարահանումների ընթացքում սեղանի ատրիբուտները, թե նոր պետք է գնաս սուպերմարկետ եւ տարբեր տեղեր։ Ես խորապես ամաչում եմ, հա, բայց ես չեմ պատրաստվել, Փառք Աստծո, օգնական ուժեր ունեք։ Հա, իմ ընտանիքը, իմ սկեսուրը այդ բոլոր հարցերով զբաղվում է, ես վայելում եմ։ Կեցես սկեսուրը, Ամենից շատ ավելի հեշտ է, որովհետև ամեն բան պատրաստի կա։ Ես հիշում եմ այն ժամանակ, նույն Էման իր մանկությունից երբ հիշեց, վայ, ես մտովի գնացի, երբ այդ կանաչիները դնում էին հատուկ ձվի վրա, հետո զուգագուլ բաները կտրում էին, հատատում էին, այդպես պատկերացնում եք ինչքան ժամանակատար էր ու ներկում էին սոխի կեղևով, ինչը ամենահամեղն է կարծում եմ լինում, որովհետև ես այդ քիմիական թողներենից, բայց ես չեմ սիրում, ես ինքը խորհուրդ ունի, չէ՞, ինչով ես ներկում։ Եվ մի բան էլ կա, զգացել եք կամ, չգիտեմ, դուք ինչպես է ձեզ մոտ, որ ասում ենք զատիկի ձուն համով է։ Իհարկե համով է։ Ամենահամովը։ Այո, չգիտեմ, բայց չամիջով փլավա։ Չամիջով փլավա։ Վերջնա։ Տափակված բանջարեղեններ, տակետ լավաշ, շերտերով։ Ես օրինակ չեմ սիրում տարվա մեջ ուտել հավկիթ ձու, բայց անհամբեր սպասում եմ ամբողջ տարի այդ զատկի օրվան, որ պետք է ուտեմ այդ ներկված ձվերը, կարմիր անպայման սոխի կեղևներով ներկված ձվերը։ Իհարկե նաև առանձնանում է այն փաստը, որ փոքր տարիքից մեզ սովորեցնում են, թե ինչպես աճացնել նաև այն Ինչ էր նրանց, այո, չէ, խոտերը, որոնց վրա ձվերն էինք տեղադրում։ Բամբակը դե հիմա բաշար, այդ էլ է հեշտացել։ Վաճառվում է։ Բայց ես պահպանում եմ եւ անձամբ ինքս այդ ընթացքում անպայման ջրում մեծացնում եմ դրանք։ Նախ կեցեն մեր այսպես ավակ սերնդի ծնողները, պապիկներն ու տատիկները, որ արել են, փոխանցել են մեզ, դուք էլ այսպես խնամքով փոխանցում եք մյուսներին։ Դա է ավանդույթներն ու շարունակականությունը։ Անչափ շնորհակալություն, որ այդ ձեր նկարահանման ընթացքից մեզ ժամանակ հատկացրեցիք, եկաք բարի լույս։ Սիրով։ Եվ կիսվեցիք նաև ձեր դրամադրվածությամբ այս տոնի հանդեպ, որը շատ կարևոր է եւ շատ հետաքրքրում է վստահաբար հեռուստադիտողին։ Եվ զատիկն է նշանակում է զատել մեղքերից, հարությունը, որ նոր կյանք կարող ենք սկսել զրոյական դիրքից։ Աստված բարձում է մեզ ներում է եւ թույլ է տալիս։ Եվ միշտ հնարավորությունը տրվում է միշտ։ Ձեզ լավ օր եւ լավ նկարահանումներ հեռուստադիտողին։ Քրիստոս հարյավ իմերել։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ եւ մենք ձեզ յուրատու վստահ եմ շատ ծաղկե փնջերեք նվեստա, բայց այսպեսի փունջ վստահ եմ չեք ստացել։ Տոնյան's Family Company կողմից այս համեմունքները ձեզ հաստատ օգտակար կլինեն։ Վստահաբար ծաղկե փնջերեն։ Շնորհակալություն հյուրընկալվելու համար, ձեզ դրական լի ժպիտով օր ենք ցանկանում։ Աստված օրհնի բոլորիս ընտանիքները։ Շնորհակալություն, ամեն։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտող, փոքրիկ ընդմիջում անենք եւ վերադառնանք մեր ընթացքին։ Բարի առավոտ սիրելի հեռուստադիտողներ, նախաքրիստոնեական շրջանում զատիկը համարվում էր հեթանոսական տոն, բայց հին անգլոսաքսերը Գարնան Գալուստը նշում էին աղմկալից տոնակատարություններով, իսկ վաղ քրիստոնյաները փոխարան նոր կյանք ու իմաստ տվեցին, որովհետև այն օգնում էր իրենց հիշել հարության եւ Հիսուսի միջոցով նոր կյանք ունենալու մասին։ Մասունք ավանդական երգի բարի համույթը
հանրայնացնում է ներողություն ոչ միայն ազգային երգն ու պարը, այլ նաև տարբեր գավառների ծեսերը, խաղերն ու տոները։ Եվ զատկական այո հետաքրքիր ավանդույթների եւ մի շարք այլ հետաքրքիր թեմանրամասների շուրջ թե երգերի ու խաղերի շուրջ մեր հյուրերի հետ կզրուցենք։ Դեն սիրով ներկայացնենք մեր հյուրերին, տաղավարում են Ռուդիկ Հարոյանի անվան Մասունք ավանդական երգի պարի համույթի համահեղինակավարները Լուսինե Մկրտչյանը, բարի առավոտ։ Բարի առավոտ։ Ինչպե՞ս եք։ Ուրբաթ առավոտ, ուրբաթ սկսել եւ Հայարփի Անանյանը նույնպես մեզ մոտ է, ողջույն Հայարփի, այստեղ են նաեւ խմբի անդամները սոլիստ Մերի Լևոնյանը, ողջույն Մերի, Դհոլչի, Կոպալահար եւ Բալոջա Սարգսյանը, բարի առավոտ եւ Պարո խմբի վաղեմի անդամ Հայկ Հովսեփյանը, բարի առավոտ բոլորին։ Բարի լույս, շնորհակալություն։ Դուք մենք ձեզ sense նայում ենք, մեր տրամադրությունը բարձրանում է, իսկական զատկական ավանդական ծեսից եք դուք դուրս եկել։ Այո, նախատոնական տրամադրությունը միանգամից տարածվել է ամբողջ տաղավարում, դրա համար շատ շնորհակալություն ձեզ։ Նախ եկեք խոսենք զատկական երկու պարից, մենք ավանդույթներից այսօր խոսել ենք։ Այս օրերին մենք գիտենք արդեն ինչպես ճոխ սեղաններ գցել։ Մի քիչ գիտենք ավանդույթների մասին, բայց մեզ ասեք զատկական երկու պարն ինչով է առանձնացել այդ օրերին։ Եկեք մինչև անցնելը զատկական երկու պարին ամեն դեպքում երևի ներկայացնենք, տրամադրությունը ստեղծենք, որովհետև երկուից պարից եկող էմոցիաները, հույզերը անփոխարինելի են։ Առաջին երգը, որ ուզում ենք ներկայացնել, Փերիայից մեզ հասած Ռուդիկ Հարոյանի կողմից գրառված մի շատ գեղեցիկ, ուրախ, զատկական տրամադրություն արտնացող երգ է։ Երգը երգենք նոր։ Երգը երգենք ու շատ լավ։ Ասենք բարի եկել է ուրախ զատիկ, Ողջույն ձեր դրամատուրգիան։ տոնական տրամադրությունը Այո, զատկական հիշեք, որ երեկոյան այս երգերը ինտերնետում կա, որ սրճան են դնել դեսել։ Apple Music-ում։ Չէ, Apple Music-ում չունենք, բայց դա կշտկենք։ Այո, խնդրեմ։ Եկել է ուրախ զատիկ, բարձավաս նավակատիկ, էլ չենք ուտի մենք ախին, մախոխ ու ոսվե հատիկ, էլ չենք ուտի մենք ախին, մախոխ ու ոսվե հատիկ, գեղը ուրախությունա, եկել է ուրախ զատիկ, կոմա ջահելությունա, եկել է ուրախ զատիկ, խաղում եմ բունա, եկել է ուրախ զատիկ, եկել է ուրախ զատիկ, բարձավաս նավակատիկ, էլ չենք ուտի մենք ախին, մախոխ ու ոսվե հատիկ, էլ չենք ուտի մենք ախին, մախոխ ու ոսվե հատիկ։ Այո, Եկել է ուրախ զատիկ, բրծավ պաս նավակատիկ, էլ չենք ուտի մենք անխին, մի քիչ անհամ անյուղ ապուրել, մախոխ ու ոսպե հատիկ։ Չգիտեմ ով է գրել այդ երգը, բայց ճիշտ է գրել այդ երգը։ Ժողովուրդն է գրել։ Սանտից ասված խոսքեր են։ Դուք պաս էիք պապում։ Այո, դրա համար ես լրիվ բառերը ձեր երգի Դուք երևի հասկացա։ պասպապին էլ չեք սիրի։ Պասպապին է դա։ Այո, մի անգամից գանք դրան։ Պասը խորհրդանշող տիկնիկը եւ երևի մեր տոներից այն միակ տոնը, որտեղ տիկնիկը ոչ թե կնոջ կերպարով է, այլ տղամարդու կերպարով։ Այո, պապիկի կերպարով։ Այո, պաս պապիկն է ջղայն, մղու բիբարներով, քարերով եւ սոխով, ինչ է խորհրդանշում փետուրներով։ Սրանք բոլորը պատժելու համար էին։ Վայ, ծլացող, պատիժ։ 5000 դրամ տուգանքներն են։ Քարերով քարկոծելու այն մարդկանց, ովքեր կարգը կխախտեին։ Փետուրները 7 շաբաթն են պասի ու հետ հաշվարկով ամեն շաբաթ մեկ փետուր դուրս էր գալիս։ Բայց մենք 6 փետուր ենք տեսնում այնտեղ։ Մեկը հանել ենք։ Այո, 7-րդը երևի արդեն այլ խախտում չկա։ Եվ իհարկե հասանք, բայց եկեք հանենք, թողնենք վերջին Ձեր փետուրը։ կողմից է նաև մեր ուտիստատիկը, ով չի սիրում պասպապիկին, որովհետև ուտիստատիկը բարեկենդանին գալիս, այսինքն մյուս օրերին, երբ պահ չի, արդեն ուտիստատիկի թագավորության, իշխանության օրերն են, ամենավերջում բարեկենդանի օրը քշում են, գլորում են, կանչում են մեր ակլատիզին, տիզ ակլատիզ, եկար մեր տուն կախվար երթից, որպեսզի 49 օրը հսկի մեր ակլատիզը եւ ազատիկ եկար մեր տուն կախվար երթից, կախում էին երթիկից, որ ասում էին եկել ոտը կախակցել։ Եվ զատկին արդեն գալիս էր ուտիստատիկը ու շերեփով բոլորին Ես ուտիստատիկի կողմից եմ։
Ապրիոտի ստատիկը։ Գիտեք, այս երգերում երբ բառերը մենք լսում ենք, դա իսկապես մեր իրականությունն է։ Այն ինչ որ մենք բամբասում ենք, այն ինչ որ մենք խոսում ենք, այն ինչ որ մեր սրտից իրապես գալիս է։ Որովհետև երգերը դուրս են եկել ժողովրդի լեզվից, ծոցից, այո, Հեղինակը հենց խոսում է այն ինչ կա։ Պատմում է իր օրվա անցուդարձի, սրտի եղածի, սիրո դարդի, գնացել է դաշտ մի բան չէ եղել։ Սովորական կենցաղ, որը ուղղակի ավելի սիմվոլիկ ձևով էին ներկայացնում։ Եվ ընդհանրապես ազգային երկուպարը յուրաքանչյուր ազգի բնութագիրն է, առանձնահատկությունն է ներկայացնում։ Դուք որտեղից եք վերցնում այս թանկարժեք մասունքները, լինելով հենց հիմնական մասունքը Ռուդիկ Հարոյանի անվան։ Թանկարժեք մասունքները իրականում բոլորին հասանելի են, սրանց մասին կան գրքեր, արձանագրություններ։ Այո, իհարկե բոլոր վկայությունները 19-րդ դարից են, մինչ 19-րդ դարը շատ տեղեկություններ չունենք, ու այն ինչ որ մենք գիտենք, հիմնականում 19-րդ դարի նյութերն են։ Զատիկի հետ կապված խմբի համահիմնադիր Ռուդիկ Հարոյանի գիրքը շատ այսպես համալի ներկայացված է Զատիկը, գարնանային ծեսերին էր պատկանում Զատիկը եւ Զատկին գարնանային տոներին ծեսերին առնչվող երգեր, պարեր կգտնեք հենց Ռուդիկ Հարոյանի Զատիկ։ Սասունցի Դավթի էպոսից էլ հատված կա, հետաքրքիր էպոսում դա ուղղակի մեջ բերում է, թե Երկրագործության հետ կապված, քանի որ Զատիկը գարնանային տոներ կապվում էր նաև երկրագործության հետ, Սասունցի Դավթին համեմատում են նաև Արա Գեղեցիկի հետ, որ երկրագործության հովանավորն է։ Ինչքան բան կա, որ չգիտենք։ Որ մենք տեղյակ չենք այո, բայց այդ ամեն ինչ հրաշալի է, որ կան մարդիկ, ովքեր հանրայնացնում են։ Բնության սկզբի այդ քնած բնության արտնանալու ամբողջ խորհուրդը ունի։ Երկրագործության ամենակարևոր ոնց որ սիմվոլը ցորենի հատիկն էր, հա, նույնիսկ հանելուկներ, երգեր նվիրված էին հենց ցորենի հատիկին, որը պիտի դնենք հողի մեջ, որ մեռնի եւ նորից ծլի հարություն առնի։ Նույնիսկ մի հանելուկ կա, չէ՞։ Ապա Հուշակեք։ Բայց հանելուկը ոնց որ լավ չմիշում։ Այնինչն է, այնինչը դուք ասեք, մենք վականից կասենք, թաղում ենք ապրում է, պահում ենք մեռնում է։ Այսինքն պիտի հողի մեջ թաղենք, որ ապրի։ Երբ որ պահում ենք, չենք թաղում, ինքը մեռնում է։ Սա հրաշալի ձեռնարկ է, այսպես հարության հոգևոր երգերը, Զատկի տոնի շարժումը, խաղեր, իրերի աշխարհը, խորհրդանիշները, խոհանոցը, գրականությունը, հետաքրքիր, այո, ամեն ինչը ժողոված ու ամեն ինչ նույնպես ներառված էր այդտեղ, նոտաներով, ամեն ինչով հասանելի են այո։ Իսկ դուք տղաներին թողնում եք, որ նրանք էլ մեր հարցերին պատասխանեն։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն։ Մեզ պատմեք նաև դուք ինչպես եք այս խորհուրդը ընկալում, ո՞րն է ձեր ամենահարազատը, դուք ավելին եք տիրապետում պատմել, քան մենք, եւ ի՞նչն է ձեզ համար հարազատ, որ չգիտենք մենք առօրյայում։ Առօրյայում եւ ոչ միայն Զատիկի տոն, այլ նաեւ բոլոր տոները մեր ազգային, որոնք իրենց մեջ ներառում են թե ազգային մշակույթի երգը, պարը, խաղերը, ուտեստները, բոլոր տոները ամեն մեկը մի յուրովի, ասենց ասած, էներգիա է հաղորդում։ Ու կոնկրետ իմ դեպքում, այսպես ասեմ, եթե ես իրանցից ինչ-որ էներգիաներ չեմ ստանում, ինչ-որ բան բաց եմ մնում։ Որից եք ամենաշատ էներգիա ստանում։ Շատ ու քիչ չեմ կարող համեմատել, որտեղ ամեն մեկից տարբեր էներգիաներ եմ ստանում։ Ամբողջությամբ տոնից վերցնում եք այն ինչ կա, այո։ Հայկը Սասունցի արմատներով, Թալինի Դավթաշեն գյուղից, այո, ու այսպես կանչով եկել են։ Գոնե 3 պար մեզնից չի սովորել։ Մենք ենք նրանից սովորել։ Մենք Հայկի մայրիկն է լավ երգում, պարում։ Ձեր ողջուններ ձեր մայրիկին, որ փոխանցել է ձեզ այս պարերի քաղցը, այդ էներգիան ինձ միավորեց մասունքի հետ։ Ես շատ լավ հասկանում եմ, մենք փաստորեն արմատներով նույն տեղից ենք, այո, Սասունցի։ Մենք ունենք այնտեղ կրտսեր Վալոդիային, որը այսպես ինչ է կոչվում, որի վրա գործիքը։ Բարև ձեզ, ես Վալոդյան եմ։ Այո, բարև Վալոդյան։ Սա մեծ տոհոլ է, իսկ սա կոպալն է։ Կոպալը, հնում դհոլով են նվագել, այսինքն կոպալը եւ ճիպոտը դհոլի վրա են նվագել, իսկ հետո ավելի մեծացել է։ Գործիքը ինչպես նաեւ շքեղացրել է, այսպես ամբողջացնում է ձեր եւ տեսքը, եւ երգը, եւ հոմել ինչ-որ ոգի է, չէ՞ տալիս։ Վալոդիա, քո հասակակիցները սովորաբար ընտրում են դհոլի ավանդական ձևաչափը։ Դու ընտրել ես մի ձևաչափ, որը մեր աչքին այդքան էլ սովոր չի, ինչպես ծանոթացար այս դհոլի հետ։
ես ծանոթացել եմ, քանի որ մասունքը ինձ որպես սենց ասած մեծ եղբորպես ինձ ուսուցանել է։ Որտեղից ես մեծ եղբորը ճանաչել։ Ինչ լավն է Վալոդյան։ Շատ մեր Վալոդյան շատ տաղանդավոր, շատ շնորհքով։ Վալոդյան դուք մեզ լսում եք, այո։ Հասակակիցներից տարբերվող, որովհետև շատ լավ երգում է, շատ լավ նվագում է, շատ լավ ականջ ունի, ու նաև լավ սպորտսմեն։ Քիչ առաջ խոսում էինք, ասում ենք, այսպես գնանք ամուսնացնենք Վալոդյան միջև չափ։ Երեխել մի քիչ մեծանան։ Բազմաշերտ տղա է, ով նա շատ գեղեցիկ։ Այդքան լավ է լինի։ Ինչը ձերքը դիպչում կանաչում է։ Օ, տեսեք ինչպես են գովում նա։ Այո։ Վալոդյան տանը չես գորա։ Այ մեզ տես գովացողներ չեն եղել ուղղակի ժամանակին։ Մեկ ինքնակայց կգովեն։ Եվ այսպեսի մի հարց, ինչպես եք հասցնում ամեն մեկը ունեք ձեր առանձին կյանքը, մասնագիտություն, ինչպես եք այդ ամենից զատ նաև համախմբվում եւ իհարկե որի համար շատ շնորհակալ ենք հանրայնացնում մեր շատ սիրելի ավանդույթները, երգը, պարը, խաղերը, ինչպես եք կարողանում համատեղել։ Հարցին թող պատասխանի մերին, որովհետև մենք մի քիչ ուրիշ դիրքերից կպատասխանենք, իսկ իրենք ինչպես են միավորվում, ավելի լավ է այդպես։ Նախ ընդհանրապես խումբը մեզ համար որպես խումբ չի, որ գնում ենք այդպես, վայ գնանք բարենք երգենք գանք, իսկապես մի շատ մեծ գերդաստան է իր ուրույն հիմքերով ու պատահական չի, որ խմբի անդամները եկած օրվանից մարդիկ կան, որ խմբում են մինչև այսօր իրենց առօրյայի, աշխատանքի եւ ամեն ինչի հետ մեկտեղ։ Բոլորս տարբեր։ Դուք ինչ եք մասնագիտությամբ։ Ես մասնագիտությամբ միջազգային բեռնափոխադրման մասնագետ եմ եւ ծայրահեղ տարբեր։ Ահա բարև ձեզ, բեռները հասան տեղը։ Դոհոլ զարկել, Եթե չի հասնում, եթե չի հասնում դոհոլը կզարկի զուրնան։ Այո, զուրնայով դոհոլով կանչ կուղարկենք Սահարիով, մինչև հասցնենք տեղ։ Վայ շատ լավն է։ Հայկը հաշվապահ, այո։ Միկրոէկոնոմիկան տնտեսական սղաճ եք արտոնագրել։ Դուք ինչ եք մասնագիտությամբ։ Լուսինեն թանգարանագետներ եք։ Մի քիչ մոտ եք դուք։ Եվ այսպես Լուսինեի եւ HRP գլխավորությամբ մի շատ մաքուր, անչափ սիրուն, այսպես մթնոլորտ է ստեղծվել մեր մասունքում եւ իսկապես ընտանիքի նման բոլորս գալիս ենք այդտեղ, ընտանեկան վայելում ենք։ Մեր փորձատեղը եւ ոչ միայն փորձատեղը, պարբերաբար մենք տարբեր տեղեր եւ մարզեր ենք գնում եւ միջոցառումներ ենք ունենում հայ երեխաների։ Վարձատրվելը, եթե լինի ինչ-որ հիմնականում այո, կամավորական աշխատանքն է։ Այո, դուք նվիրյալներ եք։ Ինքնագործ, այո, կամ այդպես։ Մենք ասում ենք Հայաստանը մեր գրասենյակն է։ Մեր արտնացանք մեր գրասենյակի աշխատանքների ազգանվեր աշխատանքով եք ուղղակի։ Ես էլ առաջարկում լսել եւս ձեր մի կատարումը, որպեսզի ժամանակի մեջ տեղավորվենք։ Խնդրեմ, ներկայացնեք Զանգյուղը։ Ուզում ավելացնել մասնագիտությունների հետ կապված, որ մեր խմբի հիմնադիրը Հարոյան Ռուդիկը ինքն էլ տնտեսագիտական գիտությունների թեկնածու է։ Մյուս համահիմնադիրն է Քրիսոփ Հայրցյան մասնագետ։ Դրա համար է հիմքը այսքան լավն է եւ շարունակականությունը նույնպես։ Այսինքն Զամբյուղը մեջը տեսնում ենք էլի 1000 ու քանի որ այդ մեծ բակի ընթացքում զատկից մեկ շաբաթ առաջ ծաղկազարդին երեխաները պատարակից հետո ինքնաշեն գործիքներով, որոնք կոչվում են կարկաչաներ, սրանք կարպաչաներն են, սրանք ճեռն են, ձայնը լսեք, ձեզ բնության գիրք չտարավ։ Պուճուժանակ մանում ենք լսել այդ։ Այո, ճեր հրճունի ձայնը։ Այո, այսպես երկելով լճերի կողքին, չէ՞, ինչ որ ինքնաշեն գործիքներ են, պատրաստել են եւ երգելով, նվագելով տնետուն են շրջել, քաղցրավենիք հավաքել եւ հավկիտ հավաքել, որպեսզի զատկին ունենան մեծ հավկիտների պաշար, ձվախաղեր խաղան եւ իհարկե սնվեն։ Ասեք մարդիկ ամբողջ աշխարհում ներողություն Հելոուին են նշում։ Իսկ մենք այսքան հետաքրքիր, այսքան լավ ավանդույթներ ունենք, մենք բարեկ ենք։ Հելոուինը դժվար այսպիսի մեծ կենսագրություն ունենա։ Միանշանակ, Հելոուինը այսպես սիմվոլիկ է եւ սենտիմենտալ ու Հելոուինից առաջ կհրավիրեք բարեկենդանի մասին խոսելու։ Սիրով եւ անպայման։ Բարեկենդանը հենց այդ դիմակավորվելու տոնն է հայկական, բայց լրիվ ուրիշ իմաստով։ Դուք մեծ լույս կսփռեք, ինչպես եւ այս զատկի մասին եք ասում, եւ խնդրեմ վայելենք ձեր կատարումը ինքնաշեն գործիքներով։ Սրանք իմիջիայլոց նաև չարխափաններ էին, որովհետեւ ինչքան աղմուկը շատ էր։ Չարը տարեք մեր աղավարին։ Շոուորդ ամեն դեպքում բոլոր չարերի պատանողներ, այո։
Կարկաչա, կարկաչա, կարիկաչա, կարկաչա, կարիկաչա, կարկաչա, կարմիր կովեն եղ կուզեմ, կարմիր կովեն եղ կուզեմ, սև հավելել հավկիր կուզեմ, կարմիր հավկիր ներկել կուզեմ, սև հավելել հավկիր կուզեմ, կարմիր հավկիր ներկել կուզեմ, կարկաչա, կարկաչա, կարիկաչա, կարկաչա, կարիկաչա, կարկաչա, 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 կարիկաչա, կարկաչա, կարիկաչա, կարկաչա, 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 կարիկաչա, կարկաչա, կարիկաչա, կարկաչա, 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 կարիկաչա, կարկաչա, կարիկաչա, կարկաչա։ Շարքեր հեռացել, բարի բարեր, դուք ինչ լավն եք, եթե պարս մարդկային ոչ ճոխ նախադասություններով, ոչ ացականներով դուք շատ լավն եք և կարողանում եք մեր օրերում, երբ ամեն ինչ շատ խառն է, մեզ հիշեցնել մեր ավանդույթների ու մեր պատմության մասին, հրաշալի գործով եք զբաղված։ Մենք հավատում ենք, որ ոչ թե կհիշեցնենք, այլ կհասնենք նրան, որ բոլորով միասին կշարունակենք նույն Մի ձևով բան ասեմ, չեմ կասկածում։ Իրականում սա ոչ աշխատանք է, ոչ մասնագիտություն, սա ապրելակերպ է մեզ համար։ Մեր ամեն օրը կարելի ասել այս ամեն ինչի մեջ էսպես ապրում ենք ու իսկապես հույս ունենք, որ մի օր բոլորս նույն կերպ կապրենք։ Իրոք մենք վայելում ենք իսկապես։ Ստիպողաբար ոչինչ չենք անում ու իրոք օրինակի ուժով, այո, օրինակի ուժով միայն մեկս Միայն տղամարդկանց չեք թողնում, որ միասին երկու բառով նրանք ինչ-որ բան ասել։ Ճիշտն ասած մենք չաչանակ Շատ լավն է դա։ Չաչանակում եք անընդհատ։ Խմբում այսպիսի անդամներ ունենալ։ Իրականում այս ամեն ինչը կարելի է օրինակ ես որպես խմբի անդամ, որպես հայ համարում եմ, որ այս ամեն ինչը ազգապահպանության սություններից մեկն է ու գրել պահպանել թեկուզ մի մասը, մի երգը, մի բառ իմանալը, չգիտեմ, ցանկացած հայի պարտականություն չասեմ, բայց այո, պարտականությունն է Ինչ որ չափով է։ Նա շատ լավն է, մինչև պարտականություն չասեմ, առաքելություն։ Այո, առաքելություն։ Կամ երգ իմանալը ամեն հայի առաքելություն։ Վալոդյա, դու հետաքրքիր քո հասակակիցները կլսեն տարատեսակ երաժշտություն, չգիտեմ, վերջին DJ-ներից մինչև վերջին ժամանակակից պոպն ու ռոպ ու рэպերներին, հա։ Դու նրանց այսպես ներկայացնում ես այս ավանդական երաժշտությունը։ Այո, եթե ներկայացնում եմ ասունքը, պարտավոր եմ ներկայացնել նաև այդ ամեն ինչը։ Ես նաև լսում եմ այդպիսի երաժշտություններ, որովհետև չեմ կարող, եթե կրում եմ այդ շրջապատը, պետք է նաև լսել։ Միանշանակ։ Սա այդ նովա չէ, աշողակ։ Ջիվանի աշողակը։ Այո, դու լսում ես Եվան եւ ծանոթ ես մեր ակունքներին, դա ամենալավ տարբերակն է։ Վալոդյա, քեզ մեծ բարձունքներ ենք սրտած ցանկանում, ու վստահաբար դա կլինի։ Քանի որ մեր ժամանակը ավարտվել է, բայց ես շատ հաճելի է զրույցերը։ Ես առաջարկում ձեր երգով էլ մենք կեզրափակենք։ Մեր հեռուստադիտողներին դադարացենք։ Դուք ինչ որ ուզեք, դրանով կեզրափակենք, հետո միանգամից կդիտենք գովաստ։ Էլ չենք խանգարի ձեզ։ Հատկական բարերքի կան դրա դառնում։ Յալալի ժամուն մեջը կներեմ, յալալի սուրբ նշանը տեսերեմ, յալալի տերն հարություն է արել, յալալի համը կարմիր է ածել, յալալի շնորհավոր նոր տարի, յալալի նոր Bravo.
Նվազագույնը, որ մենք ձեզ կարող ենք անել, Tonia's Family Company կողմից հանձնենք այդ յուրատուկ ծաղկե փունջը, հին ավանդական։ Սա Վալոջային, սա Հայկի։ Մեր ավանդույթներով։ Սա ձեզ։ Մեր օրերը այնպես էլ թողած համեմունքները համեմեն ձեր ուտեստները, որոնք կպատրաստեք։ Սա համային փունջ է կոչվում այս ծաղկե փունջը, իսկական համային բում եւ փունջ։ Շնորհակալություն։ Բոլորի կյանքը համեմունքներով լիլի։ Այո, անալի մարդում է պետք։ Շնորհակալություն Tonia's Family Company-ին, իսկ իդեպ այն ռիթմերը, որ դուք նվագում եք, այդ ռիթմերը, ներողություն, որևէ ժամանակակից երաժշտություն չունի այդ լավ ռիթմերը, որը որ կար, ձեզ լավ տրամադրություն։ Շնորհակալություն։ Հիմա գովազդմեր եթերում եւ հետո կշարունակենք։ Շնորհակալություն, որ միացել եք մեզ։ Պանինո խմորեղենի եւ հացաբուլկեղենի ընկերությունը մայրաքաղաքում աչքի է ընկնում իր համեղ տեսականիով եւ արտադրանքի բարձր որակով։ Պանինո ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին եւ այս տարիների ընթացքում արժանացել է տասնյակ մրցանակների, միաժամանակ դառնալով հիշարժան առիթների անբաժան մասնիկը։ Պանինոյի արտադրանքը առանձնանում է իր տարատեսակ ու բազմաոճ հացաբուլկեղենով, խմորեղեններով, նրբահամ ու գունեղ, ինչպես թեմատիկ, այնպես էլ հարսանեկան շքեղ տորթերով։ Իհարկե օգտագործելով բացառապես որակյալ ու բարձրակարգ բաղադրիչներ, Պանինոն առանձնանում է իր որակով եւ մատչելիությամբ, բավարարելով անգամ ամենանրբաճաշակ հաճախորդներին։ Հարգելի հեռուստադիտողներ, մեր շքեղ սեղանը շուտով պատրաստ կլինի շնորհիվ Պանինոյի եւ նաեւ Սաթենիկի եւ Անդրանիկի պատրաստած վերջնարդյունքով։ Հիմա Սաթենիկ, Անդրանիկ, ցույց տվեք, ինչ արդյունք ունենք։ Այսուհետ ամեն ուրբաթ Da Vinci Sushi շեֆ խոհարար Անդրանիկ Բաղդասարյանի հետ պատրաստելու ենք յուրահատուկ համային նուրբ երանգներով առանձնացող սուշիներ։ Անդրանիկ, ուրախ եմ քեզ կրկին մեր տաղավարում տեսնել, հատկապես այսօր խոսեցինք, պատրաստեցինք, նոր տեսականու հետ ծանոթացանք եւ իհարկե ձուն միացին ենք ներկել։ Մենակ ես չեմ արել, զարդարանքը Անդրանիկի կողմից է։ Սիրելի հեռուստադիտողներ, եթե ուզում եք այն սուշիները, որոնք պատրաստվում են Անդրանիկի եւ նրա գոլեգաների կողմից ունենալ ձեր սեղանին, զանգահարում եք 060 50 հեռախոսահամարով եւ շատ արագ նրանք առաքում են։ Անդրանիկ, եթե որևէ բան ունեք ավելացնելու, կխնդրեմ ավելացնեք։ Ես էլ եմ շատ ուրախ, որ նորից սկսելու եմ հյուրընկալվել ձեզ։ Հեռուստատունին խորհուրդ եմ տալիս զանգարեն պատվիրեն նոր սեթերը, կոնկրետ այս սեթը Ալյասկա սեթն է, վստահ եմ կհավանեն։ Շնորհակալ եմ։ Ես էլ վստահ եմ, որ մեր հեռուստադիտողները մեր տոնական եթերը հավանեցին, կհանդիպենք երկուշաբթի ուրբաթ Անդրանիկի հետ։ Հաջողություն։ Հաջողություն։ Շնորհակալություն Սաթենիկ, շնորհակալություն Անդրանիկ, իսկ հիմա մենք պատրաստվում ենք շատ կարևոր արարողության։ Հուսով եմ ճիշտ նպատակին կծառայ։ Ճիշտ նպատակին է ծառայելու, այո։ Ճիշտ ժամանակն է, որ մենք սկսենք, այո, մի փոքր հատված կտրենք։ Ինչ հավեսով մենք կբաժանենք սա մեր շատ սիրելի ընկերներին, գոլեգաներին։ 7 հեռուստաընկերության կուղարկենք այս հատվածները, տորթի այնքան մեծ է։ Իսկ դուք մտածում եք, որ այս խմորեղենը իսկական չէ։ Մենք հիմացից կտանք թե։ Որ սա իսկական։ Ինչ էլ մեծ է։ Ինչ էլ մեծ կտոր կտրեց ինձ։ Բոյով է, պատարակավով։ Ահա, պահենք տակը, հա, որ այո։ Անահիտ ինչ։ Չալաղաչ կտո։ Օհո, շնորհակալություն Պանինոյին։ Մի տեսեք մեր միջնամասը ինչ համեղ կարող է լինել։ Buon appetito, signora։ Signora, buon appetito։ Դու վայելիր կյանքը, սա էլ մենք փոխանցենք մեր ընկերներին, մեր գործընկերներին եւ վերջում ուղակի ձեզ նաեւ ուզում ենք ներկայացնել մեր հարազատ դարձած գործընկերոջը Գուցեյեմին, բարյախորժակ, եւ ասենք, որ բազմաթիվ ընկերությունների եւ ընտանիքների անբաժան մասն է դարձել իր լավագույն առաջարկներով։ Բացի այն, որ Գուցեյեմը բացառիկ հնարավորություն է ընձեռել մեր հայրենակիցներին ձեռք բերել բոլորի կողմից շատ սիրված IKEA բրենդի ապրանքները, նաեւ արդեն կարող եք ձեռք բերել տնտեսական, կենցաղային, սպորտային ապրանքներ, որոնք ի դեպ շուկայական արժեքներից անհամեմատ ցածր են։ Գուցեյեմը աչքի է ընկնում նաև հաճախորդների հետ ունեցած անմիջական կապով եւ սպասարկման որակով։ Նախքան գնումներ կատարել, ուղղակի գրեք կամ զանգահարեք եւ կստանաք տվյալ ապրանքի վերաբերյալ մանրամասն եւ սպառիչ պատասխաններ։ Չմոռանաք նաեւ նշել, որ ամեն շաբաթ շաբաթվա առաջարկ բաժնից
թվով 10 ապրանք, որոնք այս պահին ձեր էկրաններին են, սիրելի հեռուստադիտողներ, կարող եք ձեռք բերել ինքնարժեքով գուցեեմ քո on-line հիպերմարկետը։ Դե սիրելի հեռուստադիտողները, այսպիսի հետաքրքիր հագեցած բազմաժանր եթեր ունեցանք այսօր միասին։ Հանգստյան օրերին մենք տոնելու ենք հրաշափառ հարության տոնը, Սուրբ Զատիկը։ Թող այն հավատավոր ժողովրդին նոր հույսեր, հավատ, անսահման սեր եւ հանդուրժողականություն բերի։ Այո, Աստծո օրհնությամբ պսակվի ամեն օրն ու ժամը իհարկե։ Ձեզ մաղթում ենք հրաշալի հանգստյան օրեր, հրաշալի տոներ Եվ Կիրակի կասենք Քրիստոս հարյաֆի մեռելոց, ի պատասխան կլսենք։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Ձեզ եւ մեզ մեծ ավետիս։ Լավ մնացեք, ձեզ ջերմ համբույրներ, հաջողություն։